Սերը բուժեց։ Երբեք Instagram չեմ խոսել այդ մասին, հայրս նույնպես սողվեց հենց բենզալցակայանում, ու մենք երբևէ իրար հետ շփում չունեինք։ Մեղադրանքը պապայից ուղղել ես դեպի քեզ արդեն, որովհետև դժբախտ դեպք եղավ եւ ինքը զոհվեց, թե որովհետև ինչ որ կետեր կային, որ ամեն դեպքում պապան փորձեց քեզ մոտենալ, դու թույլ չտվեցիր։ Ամբողջ կյանք ապրել եմ այն հարցով, թե ինչի ինքը ինձ 24 տարիների ընթացքում մի անգամ չեկավ ասի ես քո պապան եմ, ուզում ես ինձ հետ շփվես, թե չէ, չես ուզում էլ չեմ մոտնա, բայց նույնիսկ ես այդ ընտրության հնարավորությունը չունեցա։ Ու երբ որ զոհվեց, մտածեցի ամեն դեպքում պետք էր իր հետ խոսել ու հենց իրեն տալ այդ հարցը, ինչու ինքը հետո ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, հոգ էր տանում այդ երեխաների մասին։ Մենք ապրում ենք նույն փողոցի վրա, ով երկար էր մի քիչ ինձ նայում, ասում էի կարող է այսին պապանա, փորձում էի ճանաչել։ Ես նայում այդ տղամարդուն, այդ տղամարդը ինձ ու կարծես թե ես իր մեջ ինձ եմ տեսնում։ Անցանք այդ մարդուն, պապայիս, ասենց շատ հանգիստ մամայիս ասեցի, այս հետևի մարդը քո նախկին ամուսինն է, մամաս սպրտնեց, ասեց, ինչ իմացար, մոտեցել է, քեզ խոսել ես, ասի չէ, ուղղակի զգացի։ Դու քո քույրիկի եղբոր հետ ի վերջո ծանոթացար, թեկուզ այդ դեպքից հետո։ Չէ, ես այնքան կուզեի ճանաչել իրենց, որտեղ ես միշտ երազում էի ունենալ եղբայր կամ քույրիկ։ Ամբողջ բլոկադայի ընթացքում դու Հայաստանում ես, Արցախում մարդիկ շատ խնդիրներ ունեին, սկսած տարրական կենցաղային պահանջներից, հացի խնդրից։ Անկեղծ կասեմ, հույս չունեի, որ հասնելու են։ Ես ասում էի, մեր թշնամին այնքան դաժան է։ Ես ուղղակի դողում ու անդադ զանգում էի մամային։ 30 տարեկանում մարդուն այբուբեն սովորեցնելու պես մի բան է, երբ ուզում ես ասել, որ մենք իրականում բոլորս մի ազգ ենք։ Ինձ իմ կուրսեցիները զանգում էին, նույնիսկ նրանք, ում հետ ես շփում չունեի հատուկ, զանգում ասում էին, Մաշա, ուր ես գնում, արի մեր տունը կմնաս։ Ու հենց այդ ժամանակ ես գնացել էի իմ կուրսեցիներից մեկի տուն, որովհետև տուն չունեի վարձած, չգիտեի ում մոտ գնամ։ Ու մոռացել էի 2019 թվականի բոլոր վեճերը, միջադեպերը, էլի արցախցի, հայաստանցի 2020 թվականից հետո մենք ասես թե փոխվեցինք, իսկապես միասնական դարձանք, բայց ոնց որ դա նույնպես մի պահ տևեց։ Ու 2023 թվականին ասես թե ավելի մեծ թափով սկսվեցին այս պառակտումները։ Ըստ էության դու բլոգը սկսեցիր մենակության զգացողությունից եւ սա իրականում շատ հատուկ է շատ բլոգերների։ Ես Արցախում շատ ընկերներ ունեի, ինչը որ չունեի այստեղ, ավելի չես ասի ինձ, բայց ես ավելի կաշկանդված էի, ավելի պարփակված էի։ Հիմա շատերը կարող է զարմանան, որովհետեւ սկեսուրը դարձել է քո գովազդների մի մասը, բայց սկզբնական փուլում դեմ էր քո գործունեությանը։ Որքան ժամանակ պահանջվեց, որպեսզի սկեսուրդ ընդունի բլոգեր Հարսիկին։ Մոտ 1 տարի, այո։ Ես դիմացա։ Մաշա, մին գործին ավելի իդեալականացնել։ Դիմացել շուտ է, հիմա 3 տարի առաջ է։ Դիմացել եմ արդեն ինձ։ Գնացել ես տնտաբերության ու անդադար հասցնում ես հոլովակներ հրապարակել, մարդիկ քեզ հետ երևի անցան այդ process-ը։ Ինչպես էիր հասցնում ծնարանում այդքան վիդեո նկարել։ Այդ հենց հետծնտաբերական դեպրեսիայից խուսափելու տարբերակ էր։ Այսինքն եւ ես ինձ էի ուզում համոզել, չասեմ խաբել, համոզել եւ լսարանին, որ կա նաեւ այս կողմը։ Այդ ամեն ինչը ժամանակավոր է։ Այս բարդությունները ու դժվարությունները ինձ տվել են մեր սիրո պտուղը, մեր տղային։ Հայրիկը, որը մաքսիմալ ինտրովերտ է եւ չի սիրում խոսել, ինչպես է համաձայնում հոլովակներում նկարվել։ Ամեն ինչով աջակցել եմ իրան, որ ավելի հեշտ անի, մի քիչ ցրել եմ իրան։ Հաղորդման գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Սերը բուժեց։ Սերը բուժեց։ Ու սերը բուժեց։ Life Room-ի սեր շարքում այսօր Մաշ Քարամյանն ու Արտյոմ Գասպարյանն են, ողջույն։ Ողջույն Ամալե ջան։ Շնորհավորում եմ ձեզ, կյանքում շատ սիրուն փուլ է սկսվել ու հաղորդման խորագիրն էլ ու սերը բուժեց։ Ըստ էության ի սկզբանե դուք իրար կյանքում հայտնվեցիք ու վստահ եմ մի շարք հարցերում ավելի դրական ու ավելի լավ բերեցիք իրար կյանք ու հիմա արդեն ձեր փոքրիկը։ Ինչպես սերը առհասարակ բուժեց ձեզ։
Ամալե ջան, այնքան պատահական ամեն բան ստացվեց, առհասարակ մեր հանդիպելը, մեր շփում սկսելը, որ ես սկսել եմ հավատալ պատահականություններին։ Ես այն ժամանակ դեռ կրթական կենտրոնում աշխատում էի որպես անգլերենի դասատու, ու Արտյոմը ինձ տեսավ մի քանի անգամ, Instagram-ով գրեց, ու ես որ միշտ անլուրջ էի վերաբերվում Instagram-ով նամակներին պատասխանելուն, հա ոնց կարող է սկսել շփվել, հետո այդ ամեն ինչը ամուսնության վերածվի, ու Արտյոմը առաջին մարդն էր, տղամարդն էր, ում ես պատասխանել էի, ու այդպես սկսվեց մեր շփումը, այդ սերեր առաջին հայացքից, ինձ մոտ ամենայն դեպս, ու 3 տարի անց ծնվեց մեր բալիկը։ Առհասարակ ես բնավորությամբ ավելի ըմբոստ եմ, իսկ Արտյոմը ավելի զիջող, մեզ միշտ մանավանդ կեսօրս ասում է բամբակ ու զանգակ, զանգակը ես եմ, բամբակը Արտյոմը, ու ոնց որ մենք լրացնենք իրար այս կյանքում։ Դրա համար մեզ մոտ վեճերը շատ քիչ են լինում, Արտյոմը ավելի զիջող է, իսկ ես իր հետ սովորել եմ լինել ավելի համբերատար, էլի զիջող, մի խոսքով իրար դաստիարակում ենք այսպես։ Արտյոմ, իսկ ձեր կյանքը ինչպես փոխվեց Մաշի հայտնվելով։ Իմ կյանքը շատ փոխվեց, մինչև Մաշային հանդիպելը ես մի քիչ ուրիշ ձև էի մտածում այս կյանքում, բայց հենց հանդիպեցի Մաշային, սկսեցի ավելի աշխույժ կյանքով ապրել, հա երևի, ավելի առույգ կյանքով ապրել, ու շատ հետաքրքիր է Մաշայի հետ, ինքը ինձ համ ընկեր, համ կին, համ ամեն ինչն է իմ համար իսկ կյանքում։ Մեկ-մեկ որ ասում եմ Արտյոմ, լավ, իմ ամենադրական կողմը ասա, որն է, միշտ ասում է աշխույժ, էներգիատ, քո այդ աշխուժությունը միշտ ամեն ինչին դրական կերպով մոտենալը։ Էլի դրա համար հիմա էլ ասում եմ աշխուժություն եկավ իմ կյանք։ Շատ կարևոր բանի մասին խոսեցինք, ընկերություն, որը շատ ավելի մեծ թափ է տալիս սիրուն ու ինչ որ առումով նաև դառնում է սիրո հիմքը։ Բայց ընկերությանը պետք է հասնել։ Ինչպես դուք կարողացաք ձևավորել ձեր ընկերությունը։ Ես պատասխանեմ։ Պատասխան։ Իմ ու Արտյոմի տարիքային տարբերությունը մեծ է, ինքը 8 տարով ինձանից մեծ է։ Ու այդ շատ է օգնում հարաբերություններում, ոչ միայն ընկեր, ամուսին, այլ նաև գործընկեր։ Այսինքն աշխատանքից հետո ես ազատ կարող եմ Արտյոմի հետ քննարկել գործնական հարցեր, ինքը ինձ շատ լավ խորհուրդներ կտա, որն է ճիշտ։ Օրվա ընթացքում, երբ որ ավելի գերհոգնած եմ, ընկերական մենք կարող ենք նստել ու ժամերով խոսել տարբեր բաներից։ Ու ես նույնիսկ հասկանում եմ, որ քո ամենաիրական ընկերը քո կողակիցն է, քո մաման, ինչու՞ չէ նաև սկեսուր մայրիկս։ Իսկ դուք նույն կերպ գալիս եք ու խոսում եք Մաշի հետ, ինքը կարողանում է նաև նույնքան լսել։ Իհարկե կարողանում է լսել, նա այդ ժամանակ իհարկե, երբ որ խառնալնում գործերով եւ այլն, իր գլուխը խառնա կամ ջղայնացած է, իր հետ ավելի լավ է չխոսած, թողես հանգիստ, ինքը իր մտքերով, հետո հանգստանում ու արդեն քեզ լսում է։ Ջղայնացած ժամանակ փաստորեն այդպեսին է։ Ջղայնացած գործնական հարցերի հետ կապված, այո, իրականում երբ ծանրաբեռնվածությունը շատ է, մանավանդ հիմա, երբ ես տարբեր ոլորտներում աշխատում եմ, զուգահեռ արդեն մամա եմ, էմոցիոնալ ֆոնս մի քիչ ավելի խանգարված է, մեկ-մեկ պատահում է։ Երբ տեսնում ենք քո կյանքի այս շրջանը սոցցանցերում, տպավորությունն է, որ ամեն բան հրաշալի է, բայց շատ մայրիկների փորձը, գիտությունը, ամեն բան խոսում այն մասին, որ նորաթուխ մայրիկների մոտ էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է լինում ու սա տարբեր դրսևորումներ է ունենում։ Իրականում դու այդ տարբեր դրսևորումներն ունենում ես, թե կառավարելի է։ Ամալե ջան, ավելի հեշտ եմ հաղթահարում, քան պատկերացնում էի անկեղծ ասած, առհասարակ երբ որ մարդիկ մտնում են Instagram, իրանք մտնում են ավելի շատ լիցքաթափվելու համար, հա, դրական լիցքեր վերցնելու ու դուրս գալու իրենց գործերը շարունակելու համար։ Ես երբ 4-5 տարի առաջ սկսում էի իմ բլոգը, ես ցանկանում էի միշտ տալ այդ դրական աուրան, մոտիվացնել մարդկանց, ու այս պարագայում էլ չեմ ասի, որ ես ինչ-որ բաներ թաքցնում եմ։ Չէ, ինձ մոտ ամեն բան շատ ավելի հեշտ է գնում, որովհետև ես բնավորությամբ այդպիսի մարդ եմ, փորձում եմ ամեն ինչի մեջ գտնել դրականը, նույնիսկ բարդությունների մեջ մտածել, որ այդ ամեն ինչը ժամանակավոր է, այս բարդությունները ու դժվարությունները ինձ տվել են մեր սիրո պտուղը, մեր տղային, դրա համար շատ ավելի հեշտ եմ հաղթահարում։ Արտյոմին կատակով կարող ենք ասել, որ զորով բերել ես արսազրույցի։ Իհարկե ստիպողաբար չէ, բայց ամեն դեպքում Արտյոմը շատ ավելի զուսպ է, ավելի հանգիստ է, դու ավելի շփվող ես, ավելի էքստրավերտ ես, բայց պետք է նաև Արտյոմին համոզել, որպեսզի ձեր կյանքի այս ամբողջ փուլը լինի ուղիղ եթերում կամ եթե ոչ ուղիղ եթերում, ապա օնլայն։ Այո։ Ինչպես ես դա արել։ Դե համակերպվել եմ, ոչ թե համակերպվել եմ, չէ, սխալ բառ եմ ասում, ոչ թե համակերպվել եմ, այլ ընդունել եմ նաև, հա,
ընդունել եմ դա, նույնիսկ չի որ ամեն մի պահ on-line է, մեր մոտ ամեն ինչ ուղի եթերում է, եթե ինչ-որ մի բան ինձ դուր չի գալի, դե նախապես մենք իրար հետ քննարկում ենք, ես ամեն ինչում Մաշային աջակցում եմ, բայց կան դեպքեր եւ եղել են դեպքեր, որ օրինակի համար ին դուրը չի եկել ու Մաշան համակերպել է, խնդիր չկա, չենք անի, որ մենք իրար թեւութիկունք ենք, հա։ Այո, ես շատ եմ գնահատում Արտյոմի աջակցող տեսակը իրականում, որովհետև ճիշտ է շեշտել, ինքը ինտրովերտ է ավելի ու հենց մեր շփման առաջի օրվանից ինքը շատ փոխվել է, բացվել է, ավելի էքստրավերտ է դարձել։ Ես ընկերական շրջապատում էլ ավելի շփվող եմ, ինքը ավելի փակ է, պետք է իր մարդը լինի, որ շփվի ու այսպես երբ որ ինքը ինձ աջակցում է, թեկուզ սոցիալական ցանցերում, ես դա շատ գնահատում եմ։ Օպրոս։ Ես առհասարակ համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ անում է այն ինչ ուզում է, ինչ իրեն դուր է գալիս ու եթե քեզ որևէ բան դուր չի գալիս, Փառք Աստծո, համացանցը այնքան մեծ հնարավորություն է տալիս անցիր առաջ, եթե որևէ բան դուր է գալիս, կարող ես դրականը ասել ու չեմ դատում, հա, որովհետև դուք եք ձեր ընտրությունն, բայց անկեղծ ասած, երբ տեսնում էի հոլովակները, անկախ ինձնից միտք էր գալիս, ինչպես են հասցնում, որովհետև գնացել ես ծննդաբերության ու անդադար հասցնում ես հոլովակներ հրապարակել, մարդիկ քեզ հետ երևի անցան այդ process-ը, մի կողմից դա ձևավորում է կարևոր կապ լսարանի հետ, մյուս կողմից իսկապես ինչպես էիր հասցնում ծնարանում այդքան վիդեո նկարել։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ կոնտենտ ստեղծելը ինձ համար իսկապես թերապիայի պես մի բան է։ Ծննդաբերության պահին։ Այո, ես վայելում եմ ամեն process-ը, Ամալա ջան, ուրեմն ծննդաբերությունից հետո ես շատ առաջարկներ եմ ստացել, հենց հիվանդանոցից գովազդներ հա տեղադրել story reel տարբերակով, ես բոլորին անխտիր մերժել եմ, ասացի ես ունեմ իմ գծած կոնտենտ պլանը, որ ուզում եմ հասցնել իմ լսարանին։ Ես երբ որ ստեղծում եմ այդ կոնտենտը, տեղադրում եմ ու հավանության եմ արժանանում, չեք պատկերացնի ինչպես է բարձրանում իմ տրամադրությունը։ Եթե ինձ գան ու հարցնեն, ինչ աշխատանքով դու կզբաղվես, որի դիմաց դու ընդհանրապես չես վարձատրվի, ես կասեմ բլոգինգ։ Որովհետև այդ թերապիա, այդ հանգստությունն է ինձ համար, այդ հենց հետծննդաբերական դեպրեսիայից խուսափելու տարբերակ էր։ Այսինքն եւ ես ինձ էի ուզում համոզել, չասեմ խաբել, համոզել եւ լսարանին, որ կա նաեւ այս կողմը, այսինքն դու կարող ես ունենալ ավելի թեթև ծննդաբերություն, դու կարող ես այս ամեն ինչը ավելի հեշտ հաղթահարել, այսինքն չբարթացնել։ Ինձ թվում է, թե ես միգուցե կեսարյան հատմամբ ունենայի ու ավելի վատ լինեի, չկարողանայի այդ ամեն ինչը հրապարակել։ Ինչ որ նկարահանվել է, այնպես չես նկարել, գնացել պարկել, ասել եմ, «Էս ինչ վատ եմ»։ Չէ, երեխա ունենալուց հետո նախ ես շատ երջանիկ էի, ինձ մոտ երջանկության հորմոնը ավելի բարձր էր, քան ստրեսային, ու ընդհանուր ուզում էի ինչ-որ բան նկարեի, ցույց տայի լսարանին, այո, այդ ինձ համար մեդիտացիա, թերապիայի պես մի բան է, վայելում էի ուղղակի։ Հետաքրքիր է, մենք անդադար խոսում ենք մայրիկների հուզական ֆոնի մասին ու երբեմն նկատում եմ, որ փորձելով խոսել մի երևույթի կարևորության մասին, մենք չենք նկատում, թե ինչպես սկսում ենք անտեսել մյուսի կարևորությունը, բայց հայրիկները եւս ունեն հուզական ֆոն։ Իհարկե շատ տարբեր են այդ ֆոները, հաշվի առնելով նաեւ ֆիզիոլոգիական խնդիրներն ու բարդությունները, որ առաջ են գալիս, բայց հայրիկներն էլ ունեն հուզական ֆոն։ Այդ բանին հայրիկը, որը մաքսիմալ ինտրովերտ է եւ չի սիրում խոսել, ինչպես է համաձայնում հոլովակներում նկարվել։ Դե այդ պահին ես իհարկե չեմ նկարվել հոլովակում, հենց այդ բում պահին, բայց միջև այդ համաձայնվել եմ, ես իր հետ եմ եղել, այդ պալատում, Մաշայի հետ նստած եմ եղել, ամեն ինչով աջակցել եմ իրան, որ ավելի հեշտ անի, մի քիչ ցրել եմ իրան եւ այլն, բայց հենց բուն այդ պահին ես դուրս եմ եկել, որտեվ ես չէի կարա դիմանալ, իրոք ինչքան էլ ես հանգիստ եմ եւ այլն, բայց ես էլ ունեմ ներվեր, դուրս եմ եկել սենյակից, երբ որ ունեցավ, իհարկե այդ պահը մանավանդ երբ որ քո առաջի երեխան է, զգացմունքներ ունեի, մինչև հիմա հələ չեմ հավատում, որ ես հայր եմ, բայց հուսով եմ մոտ ապագայում ես դա կզգամ, արդեն սկսում եմ զգալ։ Դուք կարող եք անդադար խոսել աջակցելու մասին, բայց իրականում մենք հենց այս դրվագով արդեն տեսնում ենք, թե Արտյոմը որքան է աջակցում քեզ, որ պարզապես ուզում է քո հուզական փուլում առավելապես ամեն բան լինի քո սրտով։ Բայց ձեզ համար այս փուլում ես, այս փուլում։
Ամալեջան հետ ծննդաբերական շրջանում շատ կարևոր է ամուսնու աջակցությունը։ Հենց շեշտում էիր դու, ինչպես է որ դու ավելի հեշտ ես այդ ամեն ինչը հաղթահարում, որովհետև ես ունեմ կողակից, ով ամեն հարցում ինձ աջակցում է։ Ես նույնիսկ Instagram-ում բոլորին ասում եմ, դուք հենց առաջինը դիմեք ձեր ամուսնու օգնությանը, որովհետև ամուսինը չի օգնում։ Ամուսինը նույնպես լիարժեք ծնող է։ Ինքը զգում է, կոնկրետ իմ ամուսինը զգում է, որ մենք երկուսս ենք ծնող դարձել եւ մենք երկուսս հիմա կրում ենք պատասխանատվություն ու միասին ենք սկսում այս դժվար ու անասելի հաճելի ու հեքիաթային փուլը երեխա մեծացնելը։ Life-room-ի գործընկեր Seven Star Spa կենտրոնի կողմից ձեզ նվեր քարտեր կարող եք օգտվել։ Շատ, ես Արտյոմը սիրով կօգտվենք, Արտյոմը շատ է սիրում։ Իմիջիալից ոչ միայն սպա ունեն ու ռելաքս, այլև հրաշալի խնամքներ ունեն, եվրոպական տարբեր բրենդերի հետ են համագործակցում, պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում, մասնագետներն էլ մշտապես վերապատրաստվում են արտերկրում եւ տղամարդկանց եւ կանանց համար շատ լավ խնամքներ ունեն, այնպես որ կարող եք գնալ, օգտվել եւ ռելաքս լինել եւ օգտակար կլինի մաշկի համար։ Մամային ու պապային այդ հաստատ պետք է։ Ռիբոք սպորտային ակումբին կից գործում է Seven Star Spa կենտրոնը, որը գերհագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ առաջարկում է լուծել մաշկային մի շարք խնդիրներ։ Փղիազոլեր, սպիներ, գիտեն, որ սրանք իսկական գլխացավանք են, սակայն Seven Star Spa կենտրոնում կարելի է ազատվել դրանցից։ Seven Star Spa կենտրոնում ներկայացնում ենք Հայաստանում միակ էնզիմետ ապարատը, որի շնորհիվ հնարավոր է ազատվել փղիազոլերից։ Սարքը աշխատում է մաշկի վերին շերտերի հետ եւ կարելի է ազատվել ոչ միայն փղիազոլերից, այլ նաև սպիերից, լայնացած ծակոտիներից, լավացնել մաշկի որակը։ Խորի սպիներն էլ կարող ենք վերացնել այս սարքի միջոցով։ Շատ հին սպիերի դեպքում իհարկե դժվար է վերականգնել ամբողջապես մաշկը, բայց եթե սպին ավելի թարմ է, մենք կարող ենք լիարժեք վերականգնել մաշկը։ Նույնիսկ կարող ենք այնպես աշխատել տվյալ հատվածում, որ մարդը չհիշի, թե որտեղ էր իր սպին։ Երբեմն լինում է կարիք համակցված պրոցեդուրաների, ինչը մեզ մոտ իրականացվում է եւ այդ դեպքում ավելի լավ ու լիարժեք արդյունքներ ենք ստանում։ Էնզիմեդի FSR գլխիկը համատեղում է երկու տեխնոլոգիա մեկ գլխիկում, ֆրակցիոն վերականգնում եւ 3 տիպ ծավալային տաքացում։ Այս երկու տեխնոլոգիաների համադրությունը ապահովում է կլինիկորեն ամենաարդյունավետ բուժումը գերազանց արդյունքներով։ Էնզիմետի ֆրակցիոն վերականգնողական տեխնոլոգիան բարելավում է մաշկի արտաքին տեսքը, բուժում սպիներն ու ստրիաները առանց ցավի, հավելյալ վնասվածքների եւ ռիսկի, ինչպես նաեւ այն պահանջում է նվազագույն վերականգնողական շրջան։ FSR անհատական օգտագործման գլխիկը առաջարկում է շուկայում ամենաարդյունավետ խորության ներթափանցումը 2.9 մմ։ Այն նախատեսված է մաշկի վերականգնման եւ հյուսվածքի բարելավման, ծակոտիների կրճատման, կնճիռների, սպիների, ստրիաների, հիպերպիգմենտացիայի համար։ Հարմար է եւ դեմքի եւ մարմնի մաշկի համար։ Սա հեղափոխական տեխնոլոգիա է, որը երիտասարդացնում է մաշկը ներսից։ Պրոցեդուրայից հետո կա վերականգնողական շրջան 1-2 օր կարմրություն է լինում։ Խնդրի լուծման համար պահանջվում է 2-ից 5 այցելություն, բայց իհարկե մասնագետի խորհրդատվությամբ խնդիրը տեսնելուց եւ միասին քննարկելուց հետո արդեն որոշվում է հիմնական այցերի քանակը։ Եթե տվյալ մարդը ունի հեղիազոլերի եւ սպիերի խնդիր, խորհրդատվությունը մեզ մոտ անվճար է։ Իսկ FSR անհատական գլխիկի արժեքը 130,000 դրամ է։ Գլխիկը պարունակում է 450 իմպուլս, որը կարելի է օգտագործել 2 այցի ընթացքում։ Երկրորդ պրոցեդուրայի համար վճարելով 20,000 դրամ միայն ազգայացման եւ մասնագետի աշխատանքի համար։ Ինչպես հասկացանք, Seven Star Spa կենտրոնում այլևս հղիազոլերն ու սպիները նույնիսկ գլխացավանք չեն։ Ձեր խնամքը վստահեք այստեղի մասնագետներին, քանի որ Seven Star Spa կենտրոնում աշխատում են բացառապես բժիշկ մասնագետներ։ Որպես կանոն մարդիկ ծնող են դառնում, այո, այն օրը, երբ երեխան ծնվում է, բայց եւ պատասխանատվությունը սկսում են գիտակցել, այ մայրիկ լինելու, հայրիկ լինելու, լիարժեք այդ զգացողությունը ունենում են ժամանակի հետ, բայց փորձը ցույց է տալիս, որ մայրիկների դեպքում դա մի փոքր ավելի շուտ է գալիս, քան հայրիկների դեպքում։ Քեզ մոտ արդեն եկել է այդ զգացողությունը։ Հա, ինձ մոտ նույնիսկ փորից մեջ, երբ որ երեխան արդեն սկսեց շարժվել, ինձ մոտ այնպիսի էմոցիաներ էին առաջանում, ամեն շարժվելը ասում էի, Արտյոմ, Արինայի ոնց է երեխան շարժվում, ու ես արդեն իր դեմքը պատկերացնում էի, ոնց պատկերացնում էի, որ երեխաս պետք է լինի Արտյոմի նման, ասում էի, հուսամ բնավորության գծերը, արտաքինը, տղայիս ամեն ինչ քո նման է լինելու, ոչինչ թող աղջիկը ինձ նման լինի, տղան քո նման սուս, հավասարակշռված, ու դեռ երբ որ ես գրում էի սրտիս տակ փոքրիկին, պատկերացնում էի, ասենց տեսնես ինչ ձևի են լինելու աչքերը, գույնը, շուրթերը, ու հենց ծնվեց երեխան,
ինձ մոտ բնական ծննդաբերություն էր ու հենց իր ծնվելը ու լացելը գոռալը ես ահա որ հուզվել էի այդ պահին, չի հավատում որ այդ ամեն ինչը ինձ հետ է կատարվում, որ մեր սիրո պտուղն է լույս աշխարհ եկել, որ այդ մարդուկին 9 ամիս ես էի ստեղծում ու հենց դրեցին կրծքիս վրա, այդ պահից սկսած անդադար նույնիսկ գնում եմ աշխատանքի, բացում սկսում եմ նկարները նայել, այդ իմ մասին չի, որտեվ ես դեռ 24 տարեկան, ոնց որ ինձ անդադ թվում էր ես հոգեպես պատրաստ չեմ դրան, վախենում էի պատասխանատվությունից, կարող է չհասցնեմ, կարող է լավ մամա չլինեմ, ու հիմա էլի թե գնում եմ աշխատանքի, անդադ նայում եմ նկարները, անդադ զանգում եմ մամայիս, քնած է, սոված է, չի լացում, ամեն ինչ լավ է, ու այստեղից զգում եմ, որ հա, այս այն մայրական բնազնա, որի մասին բոլորը խոսում էին։ Արտյոմ, մի կողմից հասկանում ենք, որ դեռ ճանապարհ ենք անցնելու, բայց մյուս կողմից այդ պատասխանատվության վախը ու այս դեպքում վախը ինչ որ վատ բառ չէ, հա, դա շատ նորմալ է, որ կարող է լինել պատասխանատվությունից, երբեմն մարդկանց այցելում է անկախ նրանից, թե քանի տարեկան են։ Ձեզ մոտ կար այդ պատասխանատվության վախը մինչև երեխայի ծնունդը կամ գուցե նույնիսկ մինչև որոշումը, որ որոշել եք ծնողներ դառնալ։ Իմ մոտ իհարկե կար, դե չի պատկերացնում դա ինչ է ծնող դառնալը։ Կար, բայց երբ որ երեխես ծնվավ, մի քիչ այլ կերպ է սկսում նայել այդ ամեն ինչին ու մոռանում ես այդ վախերի մասին, այդ պատասխանատվության մասին, այլ շարժում ես մի ուղիով, որ ամեն ինչ լավ լինի քո երեխու համար։ Մենք երբ որ ամուսնացել ենք, 1 տարի երեխա չենք պլանավորել ու հենց այն պատճառով, որ ես պետք է հոգեպես պատրաստ լինեի։ Արտյոմը հենց առաջին օրվանից շատ էր ուսում հայրանալ, իրեն կարծես թե այս կյանքում լիարժեք երջանիկ լինելու համար պակասում էր այդ զգացումը, պապա դառնալու։ Ու ես այնքան էի պատկերացնում Արտյոմին պապայի դերում, ինձ այդքան մամայի դերում չէի պատկերացնում, ինչքան Արտյոմին, ինքը շատ հոգատար եւ ամուսին է, ես պատկերացնում էի, եթե ինքը հոգատար ամուսին է, ինչպիսի հայր ինքը կլինի, ու 1 տարի հոգեպես, ոչ միայն հոգեպես, իմ համար պարտադիր է նաեւ այցելել գինեկոլոգի, նաև պատրաստվել այդպես, որպեսզի խուսափես ավելորդ սթրեսներից ու լիարժեք պատրաստվել ենք ու 1 տարի անց ես արդեն պատրաստ էի մայրանալ, այսինքն ես լավ գիտեի ինչ է ինձ սպասվում, ես պատրաստվում էի, ես կրթվում էի ու մշտապես սոցիալական ցանցերում ասում եմ, որ կրթվելը շատ կարևոր է, դուք անդադ պետք է կարդաք, դուք ուղղակի չգնաք ծննդաբերելու, ասեք, այս ինչ հետաքրքիր բան է, դու պետք է իմանաս ինչ է քեզ այնտեղ սպասվում, որպեսզի էլի մաքսիմալ խուսափես այն սթրեսներից, որոնք կարող են լինել։ Արտյոմ, իսկ դուք պատկերացնում եք մաշին մամայի դերում, թե իր այդ շատ խանդավառ տեսակը ձեզ էլ ինչ-որ առումով խաբում էր։ Չէ, պատկերացնում էի, որովհետև ես տեսել եմ ոնց է ինքը երեխեքի հետ խաղում, փոքր նորածին իր ընկերու երեխեքի հետ, ու շատ տենց ակտիվ, սիրելով, ինքը երեխա սեր է, պատկերացնում եմ, որ ինքը իր երեխուն ինչքան կսիրի, եթե ուրիշ իր ընկերու երեխեքի հետ է տենց խաղում, ու իրականությունը իմ սպասածից ավելին էր։ Մաշա, իսկ դու գերազանցեցիր քո սպասելիքները։ Հա, արդյոք ինձ մեկ ասում է դու որտեղից ես ամեն ինչը գիտես, լինում է չէ այդ մայրական զգացումը, որ չես ուզում բալիկիդ ոչ մեկին տալ, ոչ մեկին վստահել, ես կանեմ, ես կկերակրեմ, ես կփոխեմ տակդիրը, ես կհագցնեմ, ամբողջը ես կանեմ, ու արդյոք որ կողքից նայում է ասում եմ, Մաշա, դու կարող ես մի հատ էլ երեխա ունես, ես չգիտեմ, ես ինչքան լավ ես ամեն ինչ անում։ Մաշա, դու արդեն վերադարձել ես շատ ակտիվ կենսակերպի, իհարկե դա էլ յուրաքանչյուր մարդու անհատական ընտրությունն է, բայց սա նաև մի շրջան է, այդ երեխայի 40-ի շրջանը, երբ մարդիկ վերագրում են, այ չտեսնեն եւ այլն, դա իրականում ինձ համար գոնե այդ սնահավատությունը ծիծաղելի է, բայց այդ 40-ի շրջանը կնոջ համար նաև այն շրջանն է, երբ ինքը պիտի վերականգնվի, օրգանիզմը վերականգնվի, բայց դու քեզ կարծես այդ հնարավորությունը չես տալիս, որովհետև այդպես դու հոգեպես ավելի հեշտ ես հաղթահարում ամեն բան, թե ինչ որ պահի չես գիտակցում, որ ֆիզիկապես եւ առողջության մասն էլ հոգ տանել է պետք։ Այ Ամալա ջան, հոգեպես ավելի հեշտ եմ հաղթահարում, այսինքն ես հենց հասկանում եմ, որ ինձ մոտ կարող է սկսվի հետծննդաբերական ստրես, ես խուսափում եմ մաքսիմալ դրանից։ Այդ խուսափելը ես գտնում եմ աշխատանքի մեջ։ Աշխատանքը իսկապես ինձ համար բուժում է, որովհետև ես ամեն անգամ տնից դուրս գալով, թեկուզ 2 ժամով աշխատանքի հետ վերադառնալով նոր լիցքեր եմ վերցնում, նոր էներգիա երեխայիս շատ կարոտած եմ հետ գալիս տուն ու այսպես ավելի հեշտ եմ հաղթահարում այս շրջանը։ Ես հիմա մի հարց եմ տալու, որի համար որոշ տոլերանտներ գուցե հիմա ինձ դատապետ են, բայց իրենց խնդիրն է, որովհետև կարծում եմ, որ տոլերանտությունը առաջին հերթին գալիս է ինքետում, երբ դու ցանկացած թեմայի շուրջ ես տոլերանտ եւ ոչ թե
քեզ համար ցանկալի թեմաների շուրջ ես տոլերանտ, բայց ես իհարկե շատ կարևորում եմ հետծնդաբերական սթրեսի մասին խոսելը, որովհետև դա իրազեկում է մարդկանց։ Բայց երբ հետծնդաբերական սթրեսի մասին անդադար խոսվում է որպես անխուսափելի մի բան, այսինքն ոչ թե խոսվում է այնպես, որ կարող է նաև այսպես լինել, մայրիկներ ջան, պատրաստ եղեք, այլ որ այդպես է լինում եւ վերջ, արդյոք դա էլ ինչ որ առումով ապագա մայրիկներին չի տրամադրում նախատրամադրվել սթրեսի։ Այսինքն, եթե նույնիսկ դու շատ պոզիտիվ ես տրամադրված, արդեն այնքան են խոսել այդ մասին, որ դու նախատրամադրվում ես, որ հիմա դեպրեսիա է սկսվելու, հիմա խուսափեմ դեպրեսիայից։ Տրամադրում է, ես երբ որ Instagram-ում ամեն բանով կիսվում էի հղիության ընթացքում, ինձ անդադ գրում էին, հələ սպասի ամեն բան արժևում է, հեսա ունենաս երեխային դեպրեսիան է սկսվելու, անքուն գիշերներն են սկսվելու, ինչքան կարողանում ես քնի, ջան, չգիտես քեզ ինչ է սպասվում։ Ես դրանից ավտոմատ արդեն ստրեսի էի ենթարկվում, ասում էի, իսկ միգուցե այսպես լինի, արդյոք ես պատրաստ եմ դրան, արդյոք ես պատրաստ եմ իմ ամբողջ կյանքը կիսել եւս մեկ մարդուկի հետ, այսինքն ինչու եմ ես հիմա Instagram-ը ավելի պոզիտիվ վարում, բազում նամակներ եմ ստանում իմ հետևորդներից, Մարժան, դու մեզ այնքան ես մոտիվացնում, ընտանիք կազմել, բալիկ ունենալ, նույնիսկ 3 հետևորդներից մեկը շատ հաճելի աղջիկ մոտեցել է ինձ իր ամուսնու հետ, ասում է, մենք էլ ենք բալիկ պլանավորում ու այնքան ենք մոտիվացվում ձեր վիդեոներից, այստեղից ես հասկանում եմ, որ ճիշտ արժեքներ եմ թելադրում ու ամեն դեպքում թեկուզ են մի փոքր դեպրեսիան ավելի լավ է կողք պահեմ ու ես ցույց տամ այն, ինչ որ իրականում ինձ հետ կատարվում է։ Իրականությունը խեղելու մասին չէ խոսքը, բայց իրականում կարևոր բան ես անում, ինչու որովհետև իհարկե իրազեկված լինել, որ հետծնդաբերական դեպրեսիա կարող է լինել շատ կարևոր է, բայց իսկապես երբեմն տպավորություն են ստեղծում մարդիկ, որ մայրության շրջանը ինչ որ առումով կյանքիցդ կտրվելու շատ վատ փուլ է լինելու ու երբեմն դեմոտիվացնում են մարդկանց մայրանալ, գուցե իրենք էլ չհասկանալով, թե ինչքան վատ բան են անում, բայց անում են փաստացի։ Բայց միաժամանակ կարևոր է նաև իրականության գիծը պահել։ Դու ինչպես ես փորձում նաև դրա մեջ տալ այդ իրական գիծը, որովհետև երբ դու դառնաս ձևական ու ցույց ես տալիս միայն այնինչ լավ է, ցույց ես տալիս միայն այնինչ ուզում ես ցույց տալ, մարդիկ կսկսեն քեզ չհավատալ։ Մարդիկ դա տեսնում են։ Իսկապես Instagram-ից այն կողմ, երբ որ ինչ որ բան նույնիսկ ուզում ես քողարկել, նախ ինձ շատ լավ են իրենք ճանաչում արդեն այս 4-5 տարիների ընթացքում միանգամից հասկանում են։ Նույնիսկ աչքերից, Մարժան, բայց աչքերդ ինչ որ տխուր են, կարող են ինչ որ բան այնպես չէ, ես երբեք ձևական հանդես չեմ գալիս իմ լսարանի առջև, որովհետև իրենք արդեն ինձ շատ լավ են ճանաչում ու շատ լավ գիտեն, քանի որ ես ամեն ինչին դրական եմ տրամադրվում, ծնող դառնալու նույնպես, ես եկել եմ երկար այս որոշմանը։ Ես հիմա նայում եմ ձեզ, հասկանում եմ եւ շատ մեծ սեր կա եւ դուք իսկապես շատ տարբեր եք, էներգիայի առումով շատ տարբեր եք։ Երբ նոր եք ծանոթացել, ձեր ծանոթությանը զուգահեռ աճում էր նաեւ Մաշայի բլոգը։ Ինչպես եք սկզբնական փուլում համակերպվում այդ ապրելավոճի հետ։ Շատ հանգիստ, նես չի իմ համար դա եսի ինչ երևույթ էր։ Դա իմ համար նորմալ էր, բայց կային պահեր, կային դեպքեր, որ այդ պահին ասում վախ, էլի այսինչը, վախ էլի այնինչը բլոգում, բայց հետո աստիճանաբար դից ուշադրություն չեմ դարձրել։ Անցե Տրամադրությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ ասես կրկին արի, պիտի նկարեմ։ Հենց սկզբից չէի նկարում, ես արդեն բլոգեր էի, երբ որ մենք սկսեցինք շփվել, ոչ այդքան մեծ լսարանով, իհարկե շնորհիվ քեզ ստեղծվեց իմ այս մեծ լսարանը, հա, բայց լինում էր դեպքեր, հանդիպում գնում էինք ռեստորաններ, ինքն էր ասում նկարի, դու էիր ինձ սկզբից ոգևորում, ես չէի ուզում նկարել, դե առաջին ժամադրություններ իհարկե ամոթում, ասում էր, բայց չես ուզում նկարես, սկզբից մեծ մոտ այդպես էր։ Նպաստել ենք, զարգացրել ենք։ Ես որքան գիտեմ, ձեր մայրիկն էլ ի սկզբանե չէր համակերպվում, հիմա շատերը կարող է զարմանան, որովհետև սկեսուրդ դարձել եք հո գովազդների մի մասը, բայց որքան գիտեմ, սկզբնական փուլում դեմ էր քո գործունեությանը։ Այո, սկզբնական փուլում մենք դեռ նշանված էինք։ Հիշում եմ մի անգամ եղել է ինձ կանչելա տուն, ասելա, արի Instagram-ը մի վարի ու ես իրեն բացատրել եմ, թե ինչ է սոցիալական ցանցերը, քանի որ նորմալ է, դա հիմա է ակտուալ ու նախկինում, երբ որ այդ ամեն ինչը չկար կամ ինչքան էլ կար, մարդկանց կողմից վատ էր, չէ, ընկալվում։ Ես իմ սկեսուրին բացատրել եմ, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա, որ սերը լսարանի կողմից միայն դրական հետ
հետևանքներ կարող է թողնել ու եկել ենք այն արդյունքին, որ հիմա ինքը շատ մեծ սիրով ինձ հետ նկարահանվում է ու իմ լուսարանը շատ է սիրում իրեն։ Լինում է գալիս ասում է Մաշա, ինձ այսօր տեսել են, ասել են, որ ձեզ այնքան շատ ենք սիրում ու ինքն էլ ինձպես սիրում է ուշադրության կենտրոնում լինել, մենք շատ իրար նման ենք։ Դու հիմա այսպես շատ հակիրճ ներկայացրեցիր, բայց վստահ եմ ավելի ավագ սերնդին համոզելու, որ սոցիալական ցանցերը կարելի է օգտագործել այս տարբերակով եւ այլն, դա մեկ օրվա գործ չէ։ Ու այստեղ շատ նուրբ հարաբերությունների մասն ենք խոսում։ Մի կողմից քո ամուսնու մայրիկն է եւ դու նոր ես ներկայանում իրեն ու ուզում ես մաքսիմալ լավ ներկայանալ ու այդտեղ կեղծավորության մասին էլ չի խոսքը, հա, բնական է, որ դու ուզում ես քո սիրած մարդու ընտանիքը քեզ սիրի ու լավ ընդունի։ Մյուս կողմից փոքրիկ համառությամբ պետք է ասես քո խոսքը եւ առաջ տանես քո խոսքը։ Ինչպես կարողացար դա հմտորեն անել, որպեսզի հարաբերությունները չտուժեն։ Կամ արդյոք եղել են շրջաններ, երբ որոշակի լարվածություն է եղել։ Սկզբնական շրջանում բարդ էր այդ ամեն ինչը բացատրել, բայց ես ունեի ծով համբերություն, որովհետև ես իսկապես գիտակցում էի, որ ավագ սերունդը կարող է այս ամեն ինչը ճիշտ չընկալել ու մանավանդ Հայաստանում, երբ որ հարևանը գալիս ասում է, «Վայ, տեսել եմ վիդեոն», գալիս է ընկերուհին կամ զանգում է հեռու բարեկամը ինչ-որ բան է ասում, բնականաբար այս ամեն ինչը անդրադառնում է նաև քեզ վրա։ Ու երբ որ ես իրեն ասեցի, որ սա միայն զբաղմունք չէ, հա, ասած ժամանակի, սա իրական աշխատանք է ու բավականին ակտուալ աշխատանք է 21-րդ դարում, քիչ-քիչ արդեն հասանք այն փուլին, որ ինքը նույնպես համաձայնեց, ընդունեց, մանավանդ որ Արտյոմը ինտրովերտ էր ու նախկինում նույնիսկ կարող է ընտանեկան ալբոմում չնկարվեր, ու մի անգամից եկավ հարսիկ, հա, գեր էներգիայով լի ու իրականում սկեսուրս էլ է հենց ինձ նման։ Միգուցե ինքը ցույց չէր տալիս, որ ինքը էներգիայով է, ինքը նույնպես սիրում է տեսախցիկը, երբ որ ես իրենց ընտանիք մտա, սկեսուրից տաղանդները սկսեցինք քիչ-քիչ բացահայտել։ Արտյոմից այդ փուլում դժգոհություններ չէին լինում, քեզ հետ առանձին խոսակցություններ չէին լինում։ Մայ բավոց պատասխանենք այդ հարցին։ Անկեղծ եղել են, բայց ոչ թե կատաստրոֆիկ խոսակցություններ եւ այլն, թեթևակի խոսակցություններ եղել են, բայց դա անց է գնացել է, ամեն ինչ հարթվել է։ Այդ փուլում ինչպես եք կարողանում ձեզ ճիշտ դրսևորել, որովհետև տղամարդու համար էլ հա բավականին բարդ է լինում։ Մի կողմից սիրած աղջիկն է, մյուս կողմից մայրիկն է, մեջտեղում դուք եք ու պիտի ճիշտ մոտենաք հարցին։ Պետք է ոչ մեկին չնեղացնել, ոչ մայրիկին, ոչ կնոջը։ Ինչպես է դա լինում։ Դա նայած ինչ խոսակցության ժամանակ է դա տեղի ունենում, տարբեր խոսակցություններ կարող լինեն, ամեն խոսակցության ժամանակ պետք է նես դիրք ընդունես, որ ոչ այս կողմին նեղացնես, ոչ այն կողմին։ Դա նաև հոգեբանություն է։ Ես չեմ ասում, ես փայլում եմ հոգեբանորեն, բայց այդ պահին հաջողում ես։ Հաջողվել է, հա։ Մաշա, ի վերջո որքան ժամանակ պահանջվեց, որպեսզի սկեսուրը ընդունի բլոգեր Հարսիկին։ Ինչքան ժամանակ պահանջվեց, մոտ 1 տարի։ Մոտ 1 տարի, այո։ Այսպես նուրբ խոսում էր, ինձ թվում է 3 խոսակցություն։ Կասեմ մի քանի օր, չէ՞։ Չէ, մոտ 1 տարի պահանջվեց լիարժեք այս ամեն ինչի մեջ մտնելու համար։ Ես ամեն անգամ իրեն բացատրում եի, ես ինքս թեթև մարդ եմ ու ամեն ինչին կարողանում եմ թեթև մոտեցում ցույց տալ։ Սկեսուրից բնավորությունը նույնպես հասկացել էի ու իսկապես ամուսինս այնպեսին է, ինքը երբեք ոչ մեկի կողմից չի պահի։ Նրա համար շատ կարևոր է, որ ընտանիքում լինի խաղաղություն։ Մեկս մյուսի հետ սիրով, հարգանքով ու դա ինձ համար նույնպես կարևոր է պահպանել այս արժեքները, դրա համար կամաց մի վիդեո գցելով մեկը չէ բացատրելով, որ ասում են, հա, ավագ սերունդը աչք կկպնի, մի անգամ ասել եմ, եթե աչք կպնելով լիներ, ես պետքա վաղուց մեռած լինեի, որտեղ վաղուց բլոգս արդեն վարում եմ։ Քիչ-քիչ եկանք հասանք այս կետին։ Նաև քիչ-քիչ սկսեցիք ընկերություն անել սկեսուրի հետ։ Սկեսուրից հետ շատ հեշտ է ընկերություն անել, ինքը շատ շփվող է, ուղղակի զանգեմ ասեմ, մամ ջան, ինչ ես անում, արի մեր տուն կոֆե խմելու, ինքը մեծ սիրով ու շատ է սիրում խոսել իր առօրյայից, ինչպես է անցել իր օրը, նույնը ինձ լսել, ինչ եմ գնել, ում հետ եմ շփվել, աշխատանքային ինչ հաջողություններ ունեմ, այսինքն հաճնայից տարիքային տարբերությանը իմ մամայի հետ 20 տարի է մեր տարբերությունը, մենք միշտ ընկերներ ենք եղել ու այս պարագայում ես չեմ ասի, որ իմ սկեսուրը 60 տարեկան է, այդքան մենք մոտերմիկ հարաբերություններ կարողանում ենք պահել։ Ավելի հեշտ ստացվեց, որովհետև սկեսուրս նույնպես արմատներով Արցախից է ու երբ լսեց, որ Հարսիկը լինելու է Արցախից, շատ ջերմ ինձ ընդունեցին ու միանգամից ես այդ ընտանեկան ջերմությունը, մանավանդ այդ ժամանակ իմ ընտանիքը հեռու էր ապրում ու ինձ համար շատ բարդ էր, հա, առաջին անգամ մտնել Արտյոմի ընտանիք, չգիտեի ինչ
ինչպես ինձ կընդունեն։ Շատ անհանգիստ էի ու այդ ջերմությունը, որ ես այդ օրը ստացա, միանգամից ինձ զգացի ընտանիքի անդամ։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Երբ ամուսնացաք, եթե չեմ սխալվում, սկզբնական փուլում սկեսուրի հետ էիք ապրում, հետո առանձնացաք։ Մի կողմից կարելի է շատ կոնցեպտներ ասել, թե ինչպես ինտեգրվել նոր ընտանիքին եւ այլն, մյուս կողմից բոլորս մարդ ենք, ունենք էմոցիաներ, ունենք մեր սովորությունները ու որքան էլ սիրածդ մարդու տուն ես գնում, միևնույն է, հա, կան սովորություններ, որ կարող է քեզ անսովոր լինեն։ Քեզ դժվար էր նոր կենցաղին հարմարվելը։ Ավելի բարդ էր, որովհետև ես տան միակ երեխան եմ ու միշտ ինձ ասում էին դու սովորիր, դու հաց մի պատրաստիր, տները մի հավաքիր, դու միայն սովորիր, կրթվիր, մեզ համար դա ամենակարևորն է ու առաջնային ինձ համար միշտ եղել է կրթությունը, իմ զբաղմունքները ու երբ որ ես ամուսնանում եմ ու մանավանդ պետք է սկեսուրի հետ միասին ապրես, ավտոմատ կան պարտականություններ, որոնք կիսվում են նաև ու ինձ համար այդտեղ էր շատ բարդ, վայ, ես առավոտյան զարթնեցի, ինչ որ մի աշխատանք կատարեմ կամ ամուսնու համար, սկեսուրի համար, սեղան ենք դնում միասին նախաճաշում ենք, այս մի քիչ բարդ էր հաղթահարել, բայց ինչ որ կոնֆլիկտներ չեն եղել։ Ուղղակի Արտյոմը ի սկզբանե առել էր տուն առանձին մեզ համար ու մենք ուղղակի սպասում ենք, որ իրեն հանձնեին ու մենք տեղափոխվեինք։ Քիչ-քիչ սկեսուրին սովորեցրեցիր, որ միևնույն է խոհանոցում ինքն է։ Ավելի շատ հա, քան չէ։ Արտյոմ սա խնդիրներ չի ստեղծում, որովհետև սովորաբար տղամարդիկ սիրում են համեղ ուտել ու երբեմն նույնիսկ սոված ժամանակ շատ վախենալու են։ Չէ, ինքը էլի հաց պատրաստում է տունը, ոչ ամեն օր, ճիշտ ասեմ, բայց պատրաստում ու ասեմ ձեզ շատ համեղ։ Իրականում երբ մարդիկ զուգահեռ կայանում են եւ զուգահեռ առաջ են գնում, ընտանեկան հարաբերությունները շատ ավելի ամուր են լինում, քան երբ ընտանիքի անդամներից մեկը առաջ է գնում, մյուսը մնում է մի կետում։ Ինչ որ պահի հետաքրքրությունների բախում կարող է արդեն առաջանալ, բայց մարդիկ միշտ չէ, որ այս հարցին գիտակցաբար են մոտենում։ Խոսում ենք շատ կարևոր երևույթի մասին, հա, ընտանիքի բոլոր անդամները աշխատում են, կայացած են, կայացման ճանապարհին են ու մեկը մյուսին չեն սահմանափակում։ Դու այս հարցում եւս Արտյոմին պիտի համոզեիր, բացատրեր, թե ի սկզբանե դուք տրամադրված եք, որ իմ կինը պիտի աշխատի։ Ինձ համար նորմալ է, որ կինը աշխատի։ Համ իր համար է կյանքը հետաքրանում, սաղորը տունը չի նստում, երեխա չի պահում, այդ իր հերթին, հա, երեխա պահելը եւ այլն, բայց առաջինը ես իր մասին եմ մտածում, որ թող տնից դուրս գա, թող ծրվի, հա, սաղորը տունը նստել, ես մի օր տունը նստում եմ, չեմ կարող, գժվում եմ, պատկերացնում եմ կինը սաղ կյանք տունը նստի ու չաշխատի։ Իմ համար անընդունելի է դա, ինչքան էլ այդ հայկական մտածելակերպի, հա, կինը պետք է տունը նստի, տղամարդը պետք է աշխատի, ամեն ընտանիքում տարբեր է, դա զուտ իմ կարծիքն է, կինը պետք է աշխատի, եթե իհարկե ուզում է, ստիպելով չի իհարկե, ու ես շատ ուրախ եմ, որ Մաշան այսպես աշխուժ աշխատում է, սիրում է, կարևորը սիրում է իր գործը։ Երբ որ մենք նոր ենք ծանոթացել, ես 21-22 տարեկան էի, իմ առաջին աշխատանքը եղել է 18 տարեկանում, զուգահեռ եւ սովորում էի Երևանի պետական համալսարանում եւ կրթական կենտրոնում աշխատում էի, բայց դեռ իմ մասնագիտությամբ անգլերեն էի դասավանդում։ Ու երբ Արտյոմի հետ ծանոթացանք, նոր ես այդ աշխատանքը թողել ու արդեն մարքեթինգով էի զբաղվում ու զուգահեռ բլոգինգով, բայց դեռ իմ առաջին քայլերն էին մանավանդ բլոգինգում։ Արտյոմը շատ էր աջակցում ու քանի որ մեր տարիքային տարբերությունը շատ էր, Արտյոմը արդեն կայացած էր, երբ որ մենք սկսեցինք շփվել, իսկ կայացման նոր քայլեր էի անում ես ու ինչպես Արտյոմը շեշտեց, ինքը ոչ միայն ինձ համար ընկեր, կողակից է եղել, ես նաև Արտյոմի մեջ երբևէ Instagram-ում չեմ խոսել այդ մասին, բայց ես նաև Արտյոմի մեջ տեսել եմ ինձ համար պապա, որովհետև իմ մաման շատ շուտ է բաժանվել ու ես երբեք պապայիս հետ շփում չեմ ունեցել։ Ու ես միշտ Արտյոմի մեջ տեսելի այդ հենարանը, մեկ-մեկից այնքան փոքր էի զգում Արտյոմի հետ, ցանկացած այնց մանր հարց ուզում էի իր հետ քննարկել ու այդ մեր ընկերություն անելու սկզբնական շրջանում հենց ավելի շատ ինձ պաշտպանված էի զգում, քան թե ասեի, վայ, ինքը իմ երկրորդ կեսն է, ինքը իմ կողակիցն է, զգում էի, որ ցանկացած հարցում կարող եմ իրեն դիմել ու առաջին անգամ էր, որ ես չպետք է ուժեղ լինեի, ես պաշտպանված էի։
Հետաքրքիր մի բան կա, դու այսպես շատ ակտիվ խոսում ես ու տպավորությունը, որ ամեն բան դու ես առաջ տանում, բայց շատ կարևոր է նաև ինչ որ պահերի լռելու ու ընդառաջելու ու տարբեր դրվագներ պատմելիս ես հասկացա, որ դու դա կարողանում ես անել անկախ քո շատ ակտիվ տեսակից։ Արտյոմը քեզ սովորեցրեց ինչ որ պահերի լռել, թե այդ պաշտպանվածությունը, որպես թիկունք իրեն քո կողքին տեսնելը քեզ ինչ որ առումով ուղղորդեց, որ տեղեր կան, որտեղ ես կարող եմ լռել ու դա անել սիրելով, սիրով։ Ես ամբողջ կյանք տեսել եմ ուժեղ մամա ու ինքս էլ ասել եմ ես միշտ ուժեղ եմ լինելու, որովհետև ես ինքնուրույն եմ, ես չունեի եղբայր, չունեի պապա, ով ինձ թիկուն կկանգներ ու ես սովորել էի, որ միշտ պետք է լինեմ ուժեղ, ինքս ինձ պաշտպանեմ ու մանավանդ երբ որ ես Արցախից տեղափոխվում էի Երևան սովորելու, պատկերացրեք փոքր աղջկան ուղարկում են Երևան, մամայիս համար դա մեծ ստրես էր, բայց միաժամանակ գիտեր, որ խթանում է դրանով իմ աճին, թե կրթական ոլորտում, թե առհասարակ իմ անձի ձևավորման մեջ ու ես պատասխանատվություն էի մեծ զգում, որ մամայիս բոլոր սպասելիքները արդարացնեմ ու զուգահեռ լինեմ շատ ուժեղ։ Ու երբ Արտյոմին հանդիպեցի, ես գիտեի, որ իմ կողքը պետքա լինի ուժեղ տղամարդ, որովհետև ես ինքս ուժեղ եմ։ Ու երբ Արտյոմը եկավ իմ կյանք, ես հասկացա, որ այս այն մարդն է, ում կողքին ես կարող եմ լինել թույլ, կարող եմ վստահել ու այդ ուժեղ կնոջ բնավորությունը կոտրեմ իմ մեջ։ Իսկ կոտրելը հեշտ ստացվեց, թե ոչ այնքան։ Վստահելն էր ավելի դժվար, բայց մի քանի ամսում Արտյոմը ինձ ցույց տվեց, որ ինքը այն տղամարդն է, ում ես ուղղակի սպասում էի իմ կյանքում։ Արտյոմ, մայրիկի ու Մաշայի հարաբերությունը ճիշտ կարգավորելու համար պետք էր հոգեբանական մոտեցում։ Աղջիկը, որը իր կյանքում ունեցել է տղամարդու ու պապայի բաց, հոգեբանական որոշակի նուրբ կետեր կան, որտեղ պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել, որովհետև կարող է դժվար վստահել, կարող է մի բանը 3 անգամ ասել, որովհետև ինքը սովոր է, որ իր խոսքն է, բայց գուցե ինքը այդ անկառավարելի աղջիկը չէ, պարզապես կյանքն իրեն այդպեսին դարձրել է։ Այս դեպքում ինչ հոգեբանական մոտեցում եք ցուցաբերել։ Ճիշտ նշեցիք, որ պահ եղել, որ 3 անգամ է պետք ասել, ոչ նույն պահին, այլ ասենք տարբեր օրերի։ Ու ես զգում էի, ոչ թե զգում էի, այլ գիտակցում էի, որ ինքը չի պատկերացնում որտեղ է եկել, չի պատկերացնում այդ ամեն ինչը։ Դրա համար էլ փորձել եմ ամեն ինչ հանգիստ բացատրել ու փառք Աստծո ինքը շատ շուտ սկսեց դա ընդունել եւ մտնել ընտանիք, մեր ընտանիք։ Իհարկե դա ժամանակ է պահանջում, հա, որ Մաշան հասկանար այդ ամեն ինչը ու հետո հասկանալով ինքը լսեր ինձի, այլ ոչ թե ստիպված լսեր ու շատ ժամանակ չպահանջվեց, բայց ինձ հետ չէր հեշտ էր, ասեմ իմ համբերությունը պրոստը այնքան էր, որ ես դիմացա։ Մաշա, մի որտեղ ամեն ինչ իդեալականացնել, պահելու եմ սա։ Սա այդքանը կթողեի։ Ինստագրամս փակել ես տալիս։ Դիմաց այդ շուտ է, համաշ 3 տարի առաջ է։ Պահելու եմ սա։ Սա էդի պայեք հերիքը։ Դիմացել եմ արդեն ինձ։ Մաշա, տես, ձեզից երևում է, որ շատ սիրով, շատ հավեսով զույգ եք, բայց դու փորձում ես անդադար ամեն ինչ ավելի իդեալականացնել։ Ինչու ես այդպես անում։ Ինչու չես կարողանում ուղղակի հանգիստ ցույց տալ այն ինչ կա, որովհետև այն ինչ կա, էլի շատ սիրուն է։ Պերֆեկցիոնիստի բնավորությունն է ինձ մոտ խոսում։ Ես սիրում եմ ամեն հարաբերությունների ու անկեղծության մասին։ Ես սիրում եմ ամեն ինչ կառավարել, այսինքն որ ամեն ինչ լինի ճիշտ։ Ես նույնիսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ տեղից ուշանում է, այդ ոչ պունկտուալությունը միանգամից ինձ լարվածության մեջ է գցում, ես փորձում եմ ամեն տեղ դա պահել, բայց դա չի նշանակում, որ ես ինչ-որ ձևական բան եմ ցույց տալիս։ Ուղղակի ես սիրում եմ, որ ամեն ինչ լինի ճիշտ դասակարգված։ Ռելաքս եղիր։ Իմ հարցազրույցի ժամանակ առանձնահատկությունը հենց այնա, որ երևա իրականությունը ու այդ իրականության մեջ դուք այնքան սիրուն եք, որ դու խնդիր չունես այդ ամեն ինչը տարբեր կողմերից քողարկելու։ Չունեմ։ Ես ուզում եմ խոսել քո Արցախից Երևան տեղափոխվելու մասին, որովհետև առաջին փուլում տես դու խոսում ես այն մասին, թե մայրիկի համար որքան դժվար էր, բայց քեզ համար էլ դժվար էր մայրական այդ քնքշությունից ու ամենօրյա ուշադրությունից կտրվել ու գալ Երևան, քո միջավայրից կտրվել ու գալ Երևան, որովհետև որքան էլ մենք մեկ ենք,
ամեն դեպքում դու նույնիսկ թաղամասից թաղամաս տեղափոխությունը կարող ես դժվար տանել, իսկ դու բավականին երկար ճանապարհ էիր անցել ու կտրվել էիր քո միջավայրից։ Ես 2019 թվականին ուսման նպատակով եկել էի Երևան, ընդունվել էի Երևանի պետական համալսարան սովորելու, չնայած միշտ երազում էի թատերական գնալ ու դառնալ դերասանուհի, չեմ ասի, որ մաման դեմ էր, մեզ մոտ ընկերական հարաբերություններ է, մեզ մոտ միշտ խորհուրդ տալ, ինչպես է ավելի ճիշտ, ու քանի որ մաման ինձ մենակ ամեցացրել ու ներդրել է իր ամբողջ կյանքը իմ մեջ, անարդար կլիներ իր խորհուրդը չլսել, ու ես ինքս սիրում էի լեզուներ ու գիտեի, որ Երևան տեղափոխվել ու Երևանի պետական համալսարանում սովորելը մեծ պատասխանատվություն է, մաման մեծ հույսեր էր ինձ հետ կապում, սովորեմ, սկսեմ աշխատել, առհասարակ ինձ գտնեմ այս կյանքում, ես ուզում էի մամայի հոգսերը մինիմալի հասցնել, ամբողջ այդ շրջանում ես լավ էի պարապում, որպեսզի անվճար ընդունվեմ, որպեսզի մաման քիչ գումար ծախսի, որովհետև Արցախից Երևան երեխա պահել ու կեցության հարցերը հոգալ, կրթության հարցերը հոգալ, դա շատ մեծ գումարների մասին է խոսում, ես ուզում էի իր հոգսերը մինիմալի հասցնել ու նաև շատ լավ սովորել, որպեսզի իմանա իր գումարը, էներգիան, անհանգստությունները զուր չէ վատնում։ Ու այդպես հենց բլոգս էլ այդ ժամանակ սկսեցի, ես ինձ մենակ էի զգում այստեղ, ես Արցախում շատ ընկերներ ունեի, ինչը որ չունեի այստեղ, ավելի չես ասի ինձ, բայց ավելի կաշկանդված էի, ավելի պարփակված էի, գրական լավ չէի խոսում, վախենում էի, ոյ կարող է ինչ-որ մեկը ինձ լավ սովորի, ինձ լավ հագնվի, կարող է ես չերևամ այդ միջավայրում ու կոմպլեքսներ էին ինձ իմ մոտ ձևավորվում, ու հենց այդ շրջանում ես սկսեցի բլոգ վարել, սկզբից բլոգս հենց Երևանի պետական համալսարանի մասին էր, բոլոր դրական կողմեր էլի ոնց եմ ես վայելում, առհասարակ ես ամեն օրը, որ ես զարթնում, գալիս եմ համալսարան, էլի մարդկանց մոտիվացնում էի։ Ըստ էության դու բլոգը սկսեցիր մենակության զգացողությունից եւ սա իրականում շատ հատուկ է շատ բլոգերների, երբեմն մենք նույնիսկ տեսնում ենք շատ ակտիվ բլոգերների, որոնք կյանքում բավականին կաշկանդված են ու այդպիսով իրենք էկրանի առաջ շատ ավելի հեշտ են կարողանում շփվել, սոցիալիզացվել, քան էկրանից դուրս։ Քո կյանքի այդ փուլում դու ինչ որ առումով կորցրել ես քո հմտությունը մարդկանց հետ արագ շփվելու, արագ ընկերություն հաստատելու։ Ոչ թե կորցրել էի, այլ ավելի շատ կաշկանդվում էի, մտածում էի, միգուցե չստացվի։ Ես եկել եմ Արցախից, ինքը ապրում էր Երևանում, միգուցե այլ սովորություններ ունի, այլ հետաքրքրություններ, մենք չկա, այսինքն ես ուղղակի ռիսկ չէի անում անել առաջին քայլ դեպի ընկերություն, ինձ համար ավելի հեշտ էր իմ փակված տեսակը բացել Instagram-ում, իրենց հետ կիսվել, պատմել ինչպես է անցել իմ առօրյան, ինչ նոր բան ենք սովորել, ինչ նոր դասախոս ունենք, ինչով է ինքը ինձ դուր գալիս։ Իսկ կուրսում քեզ ինչպես էին ընդունել, որովհետև ի վերջո նոր ձևավորվող կուրսերում տարբեր մարզերից մարդիկ են լինում ու ըստ էության ինչ տարբերություն Արցախից ես, Գյումրուց ես, Երևանից ես։ Բավականին լավ էին ընդունել, ես ինձ արդեն տրամադրել էի, ինչպես մարդ իրեն տրամադրում է, այդպես էլ գնում է, ես ինձ տրամադրում էի, որ միգուցե ինձ չընդունեն, ես ինքս տաքարյուն եմ ու գիտեի, եթե հանկարծ մեկը ինչ-որ ծուր բառ ասի, հա, Արցախի մասին կամ Արցախի հայերի մասին, ես կարողա բռնկվեմ ու դա վեճի վերածվի, դրա համար նախընտրում էի սկզբից հասկանալ ինչպիսին է իրենց մոտեցումը ինձ, նոր սկսել ձևավորել այդ ընկերությունը։ Մենք շատ ցավալի ու շատ նուրբ կետ ունենք։ Դու խոսում ես իրեն մասին, որ վախենում ես, իսկ ինչպես կարտահայտվեն Արցախի հայերի մասին։ Ես նույն կերպ ես արմատներով Արցախի հետ կապ չունեմ, բայց շատ բուրըն եւ սուր եմ արձագանքում, երբ որևէ տարանջատում են դնում ու կարծում եմ, որ սա մեզանում շատ լուրջ խնդիր է։ Իրականում շատ դժվար է 30 տարեկան մարդուն կրթել, բայց դա 30 տարեկանում մարդուն այբուբեն սովորեցնելու պես մի բան է, երբ ուզում ես ասել, որ մենք իրականում բոլորս մի ազգ ենք։ Բայց նույն կերպ նաեւ ես հիշում եմ, որ ես 2012 թվականին եմ առաջին անգամ եկել Արցախ ու մինչև այդ ինձ երբ որ ես պաշտպանում եմ, այսպես ինձ ասում են, այ դու որ գնաս այնտեղ, դու կտեսնես, որ այդ տարանջատումն էլ իրենք են դնում, ու ինչ որ մենք նույն բանի մասին ենք խոսում, բայց ինչ որ հակառակ բևեռների մեջ ենք հայտնվել ու չենք հասկանում ինչի, իհարկե բոլորի մասին չէ խոսքը, բայց ինչ որ տարանջատումներ կար եւ Արցախում եւ Հայաստանում, որը մեզ քանդում է ներսից ու քանդում է առ այսօր։ Ինչ ես կարծում, որտեղից է դա գալիս։ Երբ որ մենք գիտակցենք, որ մենք բոլորս հայ ենք,
Այս պատերազմներն էլ կվերանան Ամալիա ջան, որովհետև նույնիսկ պատերազմներից հետո, նույնիսկ այս ամենի միջով անցնելուց հետո, երբ շարունակվում են այդ տարանջատումները, ես հաճախ այնքան եմ հոգնել պայքարելուց, որ մենք հայ ենք, մենք բոլորս հայ ենք, չկա արցախցի, չկա հայաստանցի, չկա գյումրեցի, գորիսեցի, մենք բոլորս հայ ենք ու մանավանդ այս վերջում արդեն 2023 թվականի գաղթից հետո ես էլ չեմ պայքարում, ես ուղղակի հասկանում եմ ինչի արդյունքում ենք մենք հասել այս կետին։ Երբ որ մենք արդեն իսկապես դառնանք միասնական, կվերանան բոլոր պատերազմները, միգուցե մենք նույնիսկ Արցախը հետ վերադարձնենք, ես դրա հույսը ունեմ։ 2019 թվականին իմ համալսարանում ուսանողների մեջ ավելի շատ էր տարանջատումը, քան 2020 թվականին։ 2020 թվականի սեպտեմբերին, երբ որ պատերազմը սկսվեց, ես այդ ժամանակ Արցախում էի, որտեղ եթե հիշում ես, COVID էր, on-line էին դասերը, ու ես ուզում էի ավելի շատ ժամանակ անցկացնել Արցախում։ Ոնց որ ինչ-որ բան զգայի, ես ուզում էի գալ Երևան սովորելու, բայց հենց on-line դասերը դարձան, միանգամից փախա Արցախ, ու հենց պատերազմի օրը ես նույնպես այնտեղ էի։ Ու մի քանի օր հետո, երբ որ ես արդեն եկել եմ Երևան, այդ մղձավանջների միջով, որոնք նույնիսկ չեմ ուզում հիշել, ես հիշում եմ այն մեծ բանակը աջակցությամբ, որ ես ստանում էի իմ կուրսեցիների կողմից, ու մոռացել էի 2019 թվականի բոլոր վեճերը, հա, միջադեպերը, էլի արցախցի, հայաստանցի, 2020 թվականին, երբ որ տեսնում էին մարդիկ իմ ապրումները, ու այդ մեծ աջակցությունը, նույնիսկ ճանապարհին, երբ որ ես գալիս էի այստեղ, ինձ իմ կուրսեցիները զանգում էին, նույնիսկ նրանք, ում հետ ես շփում չունեի հատուկ, զանգում ասում էին Մաշա, ուր ես գնում, արի մեր տունը կմնաս, հիշում եմ ինչքան էի ես դրանից, ինչքան էր սիրտս դրանից մեղմանում, ու հենց այդ ժամանակ ես գնացել էի իմ կուրսեցիներից մեկի տուն, որովհետև տուն չունեի վարձած, չգիտեի ում մոտ գնամ, ու այնքան ջերմ էին իրենք ինձ ընդունել։ Այդ ընթացքում մամաս ոստիկանությունում էր աշխատում ու հրաժարվում էր գալ։ Այդ 7-րդ հարկում էինք ապրում։ Ես զանգեցի մամային, ասեցի, եթե հենց հիմա չգաս, ես ինձ այս 7-րդ հարկից կգցեմ։ Հիշում եմ այդ օրերը։ Ու հենց մաման դուրս եկա որ գա, հենց ոստիկանության իր սենյակի մեջ ռումբ պայթեց։ Էլի ոնց որ ես ինչ որ բան զգայի, որտեվ երբեք գիտեի որ դա մամայի աշխատանքն է, մամաս պատասխանատու է իր գործի մեջ, ես զանգեցի ու այնպես իր հետ խոսեցի, որ ինքը հավատաց ինձ ու մի անգամից ամեն բան թողեց ու եկավ Երևան ինձ մոտ, իհարկե շատ ավելի ուշ։ 2020 թվականից մինչև առայսօր հա մենք մղձավանջի մեջ ենք։ Կորուստներ եմ ունեցել, եղբայրս է զոհվել իմ հասակակից հենց 2020 թվականին, դրանից հետո շատ ծանր ենք վերականգնվել, բայց այդ աջակցությունը մեր այստեղի հայերի կողմից ես զգում էի։ 2020 թվականից հետո մենք ասես թե փոխվեցինք, իսկապես միասնական դարձանք, բայց ոնց որ դա նույնպես մի պահ տևեց։ Ոնց որ նորից մոռանայինք, որովհետև 2020 թվականին մենք այնքան կորուստ ենք տվել եւ այստեղից եւ Արցախից, կարծես դա պետքա մեզ միավորեր։ Էլ պետք է պատերազմներ չլինեին մեր ներսում։ Բայց դրանից հետո ամեն բան մոռացվեց ու 2023 թվականին ասես թե ավելի մեծ թափով սկսվեցին այս պառակտումները։ 2023 թվականին այդ գաղթի ընթացքում ես Երևանում էի այդ ժամանակ։ Երևի լսել ես բենզալացակայանի պայթյունը։ Քերիս այդտեղ զոհվեց բենզալացակայանի պայթյունի ընթացքում ու էլի երբեք Instagram չեմ խոսել այդ մասին, հայրս նույնպես զոհվեց հենց բենզալացակայանում ու մենք երբևէ իրար հետ շփում չունեինք։ Ու ինձ անդադ Instagram հարցում են, բա ինչի պապայիդ մասին չես խոսում, ինչի լուսանկար չես դնում, դու ամեն ինչից խոսում ես բացի իրենից, ես չգիտեի ինչ ասեի լսարանին, որտեվ ես մաքսիմալ անկեղծ էի։ Ինքը զոհվեց բենզալացակայանի պայթյունում ու դրանից հետո մտածում էի, միգուցե պատմեմ, որովհետև հարցերը շատ են, բայց երբ որ ես երբևէ իր հետ շփում չէի ունեցել, ինչ համար շատ փոշմանեցի հենց իր մահանալուց հետո, ասացի արդեն անիմաստ է սոցիալական ցանցերում ինչ որ բան այդ մասին խոսել, որտեվ ամբողջ կյանք ապրել եմ այն հարցով, թե ինչի ինքը ինձ 24 տարիների ընթացքում մի անգամ չեկավ ասի ես քո պապան եմ, մենք ապրում ենք նույն փողոցի վրա տարիներով ու ամեն անգամ բոլոր անցորդների մեջ ես իրեն էի փնտրում, ով երկար էր մի քիչ ինձ նայում, ասում էի կարող է այս իմ պապան է, հարցում էի ճանաչել ու երբ որ ես տեղափոխվեցի Երևանի պետական համալսարան սովորելու, ասես թե ես ուզում էի ապացուցել իրեն, որ նայ դու չկաս, բայց ես առանց քեզ ինչեր եմ հասնում։
մի անգամ եղել է զանգել է մամային, ասել է ինքն էր պատերազմի մասնակից, ինքն էր զինվորական, բոլոր պատերազմներին մասնակցել է ու 20 թվականից հետո ով պատերազմին մասնակցում է, հենց այդ տարի կես գումարը զեղչվում էր համալսարանի։ Հիշում եմ զանգել էր մամային, ասել էր միջնորդներով ասել էր զեղչվում է ու աղջիկա իմ համար տամ քեզ թուղթը որպեսզի վարձը կեսը վճարի ու մաման ասեց աղջիկս անվճար է սովորում ու դա ինձ պատմեց մաման։ Հիշում եմ ինչ մեծ հպարտություն էի ապրում, որ նայի ինձ քեզանից նույնիսկ դա պետք չի, որովհետև ես անվճար եմ սովորում։ Ամբողջ կյանք ապրել եմ իրեն մեղադրելով։ Ու երբ որ զոհվեց, մտածեցի ամեն դեպքում պետք էր իր հետ խոսել ու հենց իրեն տալ այդ հարցը, ինչու ինքը հետո ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, հոգ էր տանում այդ երեխաների մասին ու փոքր ժամանակվանից մտածում էի ես այդքան վատն եմ, որ ինքը մի օր չուզեց գա, դու մեկ է թե ուզում ես քո աղջիկն է, քո հայրունն է, կմոտենաս կասես ես քո պապան եմ, ես ուզում եմ քո հետ շփվել ու ամբողջ կյանք ապրել եմ այդ մեղադրանքով, այն մտքով ես այդքան վատն եմ, որ մի անգամ ինքը չուզեց ինձ հետ ծանոթանա, շփվի ինձ հետ ու այդպես ես այդ պապա բառին էի կարոտ մնացել, ասում էի, որ ամուսնանամ, այնքան եմ իմ սկեսրայրին պապա ասելու, որ այդ բացը լրիվությամբ լրանա։ Իսկ հիմա սկեսրայրիդ կարողանում ես այդպես ճիգարով պապա ասել։ Ցավոք սրտի սկեսրայրիս էլ մահացավ COVID-ից ու դա էլ չհաջողվեց ինձ, էլի շատ լավ մարդ էր։ Այդ ցավոք սրտի այդ բառի պակասը ինձ մոտ ընդմիշտ մնալու է։ Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Իմպլանտումը Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական կենտրոններից մեկն է, հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան։ Արդեն ունի նաեւ նորաբաց կոսմետոլոգիական կենտրոն, որտեղ ներգրավված են ժամանակակից շատ սարքավորումներ, ընդ որում ունեն սարք, որը Հայաստանում միակը հենց իմպլանտումում է, այնպես որ կարող եք գնալ օգտվել ձեր նվեր քարտերից ու ձեր գնահատականը տալ, թե ինչ որակյալ ծառայություններ են մատուցվում։ Մերսի շատ Ամալե ջան, մերսի։ Սիրով։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Viora իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալե։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ Էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։
Այն կարող է նաև որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն մեր այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիզիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրան, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել։ Սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարևոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Մաշա, դու խոսում ես մեղադրանքի մասին, որը սկզբում պապայի հանդեպ էր, հետո արդեն ինքդ քո հանդեպ է։ Իհարկե դու առաջին հերթին պիտի ինքդ քո հանդեպ մեղադրանքից դուրս գաս, որովհետև այդ քեզ առաջին հերթին քեզ է խանգարելու կյանքի ընթացքում, բայց ամեն դեպքում դու մեղադրանքը պապայից ուղղել ես դեպի քեզ արդեն, որովհետև դժբախտ դեպք եղավ եւ ինքը զոհվեց, թե որովհետև ինչ որ կետեր կային, որ ամեն դեպքում պապան փորձեց քեզ մոտենալ, դու թույլ չտվեցիր։ Երբեք չի եղել դեպք, որ ինքը ինձ փորձի մոտենալ։ 2023 թվականի մինչև գաղթը ես գնացել էի Արցախ ու հենց այդ բլոկադայից մի քանի օր առաջ ես վերադարձել էի ու այսպեսի դեպք եղավ 2023 թվականին Աստշեշտեցի, որ նույն փողոցի վրա էինք ապրում ու ես բոլոր անցորդների մեջ իրեն էի փնտրում։ Ուրեմն ես վերևից եմ բարձրանում, մամաս ներքևից, գալիս ենք, որ միասին մտնենք խանութ ու մեջտեղում երկու տղամարդ կա կանգնած, որ պետքա հատենք, հա, այդ գիծը։ Ես նայում այդ տղամարդուն, այդ տղամարդը ինձ ու կարծես թե ես իր մեջ ինձ եմ տեսնում, որտեղ ինձ միշտ ով տեսնում ասում էր, «Ո՞й ինչքան պապայիդ նման ես» ու ես միշտ ջղայնանում էի դրանից։ Ինչ չէ, ես պետքա մամայիս նման լինեմ, ինչ եք ասում պապայիս նման, ու ոնց որ ես իր աչքերի մեջ ինձ տեսա, անցանք
այդ մարդուն, papaիս, ասենց շատ հանգիստ մամայիս ասեցի, «Էս հետևի մարդը քո նախկին ամուսինն է», մամաս սպրտնեց, ասեց, «Ինչ իմացար, մոտեցել եք, քեզ խոսել ես», ասի, «Չէ, ուղղակի զգացի»։ Այդ միակ դեպքն էր, որ ես իրեն տեսա։ Ու դրանից 2 օր հետո ես եկել եմ Երևան ու վերջ արդեն բլոկադա, զոհվել է։ Ես այսինքն տարիներով իրեն փնտրում էի, ուղղակի ուզում էի տեսնեի, գտնեի ով է այդ մարդը, ով նույնիսկ մի անգամ չի ուզում ինձ մոտենա, ասի, ես քո պապան եմ, ես ֆոտո չէի, ես վատն եմ, ինչի համար։ Ու այդ մեղքը իմ մեջ, ես այդ մեղադրանքը, որ իրենն էր, ես ուղեցի ինձ, նրանից հետո երբ ինքը զոհվեց, որտեղ ես չի ուզում ինքը մահանալ։ Ես ուզում եի ինքը տեսներ, ոնց եմ ես աճում, ինչ բարձունքների եմ հասնում, ինչա ինքը կորցրել էս կյանքում, ես այդ էի ուզում։ Ու ինձ միշտ ասում էին, բայց որ գա օրինակ քեզ մի օր իմ ընկերուհիներն էին ասում ինձ, էլի նույն բակում էինք ապրում, ասում էին, որ մի օր գա քեզանից օրինակ օգնություն խնդրի, դու իրեն կօգնես, ասում էին, ես իրեն չեմ օգնի, բայց իր երեխաներին կօգնեմ, ում ես էլի չէի ճանաչում, ասում էին, որտեվ իրանք նույնպես իմ արյունն են, ես այնքան կուզեի ճանաչել իրենց, որտեվ ես միշտ երազում էի ունենալ եղբայր կամ քույրիկ։ Ես մամային փոքր ժամանակվանից ասում էի, ամուսնացի, խիչ ես ամուսնանում, ինչ է իմ ընկերուհին իր քույրիկի հետ գնում տուն, ես մենակ եմ գալիս տուն։ Այսինքն այդ բացը ես միշտ իմ կյանքում ունեցել եմ, չնայած նրա, որ մաման եւ մամա է եղել, եւ պապա, եւ ֆինանսապես է ամեն բան ինձ համար արել։ Դու քո քույրիկի եղբոր հետ ի վերջո ծանոթացար, թեկուզ այդ դեպքից հետո։ Չէ, հետո իմացա, որ 23 թվին միջև գաղթը, եթե հիշում ես, 1 օր ուժեղ պատերազմ էր ու դրանից հետո այս ամեն ինչը սկսվեց։ Ու հենց այդ պատերազմում լսել եմ, որ իր մեծ տղան, 18 տարեկան տղան զոհվեց, էլի շատ ծանր եմ տարել չճանաչելով, պատկերացնում եմ, որ էլի պետք է ճանաչեի, ու գիտեմ, որ էլի 1 տղա ու 1 փոքր աղջիկ ունի, եթե չեմ սխալվում, միշտ ուզել եմ ճանաչեմ, որովհետև միշտ ուզել եմ ունենամ քույր կամ եղբայր, բայց դա մեկը չէր խանգարում, որ ես իր հանդեպ մեղադրանք ունենայի, չեմ ասի, որ ատում էի, բայց անընդհատ մշտապես փոքր ժամանակվանից սկսած ես իրեն մեղադրում էի, որ ինքը գոնե մեկ անգամ չեկավ ինձ հետ ծանոթանա, ուղղակի ասի, ես քո պապան եմ, ուզում ես ինձ հետ շփվես, թե չէ, չես ուզում, այլ չեմ մոտենա, բայց նույնիսկ ես այդ ընտրության հնարավորությունը չունեցա։ Հիմա մտածում ես ծանոթանալ ամեն դեպքում մյուս եղբորդ, քույրիկիդ հետ, թե այդ քայլը որքան էլ քո սիրտը խոսում է այդ մասին, այդ քայլը չես անի գոնե հիմա։ Չեմ մտածել հիմա արդեն, այնքան ծանր շրջաններով ենք այս ընթացքում անցել, որ էլ ժամանակ չգտա խորանալու դրա մեջ, երբ որ գիտեի մենք նույն փողոցի վրա ենք ապրում, ասում էի, «Ոյ, մի հատ տեսնեմ, կճանաչեմ, տեսնես իրար նման ենք»։ Բայց դու օրինակ Բաքվում չես ճանաչում քույրիկին, եղբորը։ Ես նույնիսկ չգիտեի ինքը որ շենքից է։ Ես վախենում էի մամայիս այդ հարցը տայի։ Ես վախենում էի մամային ասեի, կարամ ծանոթանամ, որովհետև մամաս շատ խոցելի էր։ Հիշում եմ մի անգամ եղել եմ մամային ասել եմ 6-7 տարեկան էի, երևի մի փոքր ավելի մեծ, որովհետև հիշում եմ։ Ասել էի, մամ, ուզում եմ ծանոթանալ պապայիս հետ, ես իր աչքերում վախ տեսա։ Ուզում ես գնաս իր հետ ապրես, ինչ որ այսպիսի խոսքեր, ես հասկացա, որ մամաս կարող է մենակությունից է վախենում կամ վախենում է ծանոթանամ, որոշեմ, որ ես ուզում եմ գնամ ու ապրեմ իմ պապայի հետ։ Երբ որ ես դա տեսա իմ մամայի մեջ, այդ վախը ինքը սփռնել էր, ուրիշ ձև էր դարձել, հասկացա, որ ես էլ երբեք այդ հարցը չեմ տա։ Ու նույնիսկ մի անգամ մամայի ընկերու հետ քայլելիս ասեց, «Կուզես ցույց տամ պապայիդ կամ որ շենքում այնք ապրում», ասեցի չէ, որովհետև պատկերացրեցի, որ մամային դա ցավ է պատճառելու։ Եթե ինքը ուզի, ինքը հետ կծանոթանա։ Ես ավտոմատ, անգիտակցաբար անդադ բոլորի մեջ փնտրում էի իրեն։ Իսկ ինչ որ փուլում մամայի հանդեպ մեղադրանք, որ քո փոխարեն էլ որոշում կայացրեց, կար թե չէ։ Չէ, ես գիտեի, որ մաման առանց պատճառի այդ որոշումը չէր կայացնի։ Իմ մաման բնավորությամբ շատ բարի է։ Ես գիտեի, որ ինքը ուզում էր ինձ պաշտպանել։ Մանավանդ այն ժամանակ, երբ ես 2 տարեկան էի, ինքը բաժանվեց, ես հասկացա, որ ինչ-ինչ պատճառներով միգուցե պապաս ուզում էր ինձ հեռացնել մամայից, չեմ կարող հստակ ասել։ Ես գիտեի, որ դա իր պատճառները ուներ։ Մաման ուզում էր ինձ պաշտպանել։ Մամաս 20 տարեկան էր, երբ ինձ ունեցավ։ Ես պատկերացնում էի, ես հիմա 24 եմ ու իմ կարգավիճակում մամաս բաժանված, անօգնական, պատկերացրու այդ
ինչ ստրես էր երեխայի հետ, մի հատ փոքր երեխայի հետ, ում չգիտես ինչ անես, չգիտես կյանքդ ոնց շարունակես, ինքը այդպես էլ չամուսնացավ, նվիրելով ամբողջ կյանքը ինձ։ Պատասխան այն հարցին, մամ, ինչու չամուսնացար, մաման շատ գեղեցիկ, կանացի, ասեց, որովհետև ես ուզում էի, որ դու լավ մարդու հետ ամուսնանաս, որ երբ որ ասեն Մաշայի մաման ով է, ասեին իմ անունը տային ու դու միշտ գլուխդ բարձր պահեիր։ Ինչը որ ես չեմ ընդունում։ Թող ինքը ամուսնանար, ինքը երջանիկ լիներ, ոչ թե մտածեր, վայ աղջիկս ամբողջ կյանք ինձանով հպարտանա։ Այդպես մենք ուրիշների կարծիքը հաշվի առնելով զոհողության ենք գնում ինքներս մեզ։ Այդ մենք միշտ խոսվում է այս սերնդի կողմից մեր մամաների սերնդի անձնազոհության մասին, որը մեծագույն սիրուց է գալիս, բայց այդ սիրո պատասխանը միշտ այն է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե իրենք երջանիկ լինեին։ Բայց ես վստահ եմ, որ քո մաման քեզնով շատ երջանիկ է։ Արցախի հետ կապված երկու հարց էլ ունեմ, որոնք պիտի տամ։ Առաջինը այդ գաղթի ընթացքում եւ ամբողջ բլոկադայի ընթացքում դու Հայաստանում ես, երբ դու եւ մաման մեծանում եք այնպես, որ դու ու մաման եք ու վերջ, այսինքն դուք սովոր եք, որ ամբողջ կյանքում դուք իրար ունեք, նվիրվածությունը եւ կապվածությունը այլ կերպ է լինում ու բլոկադա է Արցախում մարդիկ շատ խնդիրներ ունեին, սկսած տարական կենցաղային պահանջներից, հացի խնդրից, վերջացրած ընթացքում գազ չէր լինում, լույս չէր լինում ու քո ապրումները այստեղ ու երբ արդեն մաման պիտի գաղթի ճանապարհը բռներ ու գար Հայաստան, այդ ամբողջ փուլում քո ապրումները Ես չի պատկերացնում, որ իրենք հասնելու են Հայաստան։ Ես ասում եի հաստատ մեր ճշնամին ինչ-որ բան կանի, հաստատ էլի ցեղասպանություն եղել է, չեմ կարող ասել չի եղել, որովհետև գյուղերում այնպիսի ահավոր բաներ էր կատարվում, ասում եի, բա որ հանկարծ ինչ-որ նման բան լինի, արդեն գիտեի, որ ճշնամին Ստեփանակերտում է, վсё, արդեն հասել է այն կետին, որտեղից հետդարձի ճանապարհ չկա։ Ես ուղղակի դողում ու անդադ զանգում էի մամային, իմ մաման ինքը զոհողության գնացող է, ինքը միշտ զոհի կարգավիճակում է, այսինքն եթե պետք լիներ քերի երեխաների համար ինչ-որ բան, տատիս, պապիս, ինքը կաներ, ինքը պրոստը դուրս կգար մեքենայից, կասեր ես չեմ գալիս, ու ես ասում եի մամ, խնդրում եմ, էլի առոք-փարոք խնդրում եմ հանգիստ, նորմալ ճանապարհ եկեք ու իրենք 3 օր ճանապարհ էին գալիս, ուտելիք չկար, ոչ մի բան չկար, ես գիշերները չէի քնում, սպասում էի, որ իրենք հասնեն Գորիս, ու մենք գնանք Գորիս, ես չէի ուտում, չէի խմում, այդ 3 օրերին ես աղոթում էի, եկեղեցուց դուրս չէի գալիս, ծոմ էի պահում, ոչ մի բան չէի ուտում, միայն թե իրենք հասնեն, որովհետև անկեղծ կասեմ, հույս չունեի, որ հասնելու են։ Ես ասում եմ, մեր ճշնամին այնքան դաժան է, ոնց կարող է իրենք տեղ հասնեն։ Ու եղել է, որ մարդը եղել հենց ճանապարհին մահացել է, որովհետև մեքենաների հոսքը այնքան շատ էր, մի մեքենան մյուսին խփում էր, մեկը ընկնում էր, մեկը դուրս էր գալիս իր տարական կարիքները հոգալու ու հանկարծ գալիս հետ գալուց գլորվում ընկնում էր ձորը։ Նույնիսկ այդպիսի բաներ ա եղել ու հենց մաման ա պատմել էլի իրական պատմություն ու հենց այդ պահին իրենց գալու բենզալցակայանի պայթյունը տեղի ունեցավ այդ պահին։ Գորավ իմ քերին, ով զոհվել է, հարազատ քերին չէր, բայց մենք հարևաններ էինք, շատ մոտ էինք, մենք մեկս մյուսին, Արցախում չկա հարազատ, զարմիկ ու մաման ասեց, ոնց որ դեռ չեն գտնում ու լսեցի, որ մաման ուզում է հետ գնա։ Ու էլի ինձ մոտ այդ հիստերիան, պանիկան, որ մամ հաստատ ամեն ինչ լավ է, ինքն էլ մի քիչ ավելի սես տաքարուն տղերս, թե ինչ որ տեղ է գնացել, հեսա հետ կգա բան։ Ու այդ պահին իրեն գալիս են ու ամբողջը կրակ, բենզալցակային, այսինքն նույնիսկ ամենադաժան ֆիլմի մեջ դու դա չես կարող տեսնել։ Երբ որ մարդիկ խոսում են, գոռում են, որ մեկը կորել է, այս մեկը կորել է, երբ որ պետքա գնային բենզինը լցնեին ու իրենք էլ ճանապարհ ընկնեին, մարդիկ դուրս են գալիս կես ճանապարհից ոտքով նորից հետ գնում են Ստեփանակերտ ու այդ ամեն ինչի միջով անցնելով 3 օր շարունակ դու գալիս հասնում ես տեղ, երբ որ Գորիսում գնացի ու վերջապես իրենց տեսա ու պապիս, ով ահավոր կոտրված էր։ Պապից լացում էր, ինքը 90-ականների պատերազմի մասնակից էր, կոնտուզիա ունի տարբեր տեղերից լավ չի լսում, բայց ինքը միշտ եղել է ավելի ուժեղ ձիգ։ Ինքը այդ բանին լացում էր պապից, հուսահատ, մենք նույնիսկ այդ ստրեսից, դեպրեսիայից իրենց հանել ենք, տատիս, պապիս։ Ու ես իրենց տեսնում եմ ինչքան են իրենք նիհարել, ինչքան են փոխվել,
ամենաճան ոնց որ այդ պահին այդ ուրախության հետ միասին ինչ որ դատարկություն լիներ իմ մեջ։ Ես ինձ մեղադրեի ինչի ես այդ պահին իրենց մոտ չէի, ավելի ավելի իրենց մոտ այնտեղ շաքարի կարոտով, չգիտեմ, ուտելիքի կարոտով, բայց դու քո ընտանիքի հետ, որովհետև երբ դու Հայաստանում կարող ես ամեն ինչից օգտվել ու միաժամանակ ընդամենը կիլոմետրերով այն կողմ քո ընտանիքն է, ահա որ էր։ Չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Արտեմ, այդ փուլում Մաշային հատուկ աջակցություններ պետք իհարկե դուք էլ արմատներով Արցախից եք, բայց ավելի վաղուց եք Երևանում ապրում ու գուցե սխալվում եմ, բայց ենթադրում եմ, որ Մաշան ավելի շատ աջակցության կարիք ուներ այդ փուլում, հաշվի առնելով, որ նաև մայրիկը հարազատ մարդիկ հենց այնտեղ էին։ Ինչպես եք կարողանում աջակցություն ցուցաբերել Մաշային, որովհետև այն պոզիտիվ աղջիկը որը իր առույգությամբ ձեզ գրավել էր, ինչ որ առումով փոքրացել էր ու օգնության կարիք ուներ։ Այդ բանին Մաշան շատ էր կոտրվել, միշտ իր կողքին էի, միշտ աջակցում էի, միշտ պոզիտիվ բաներ էի ասում, ամեն ինչ լավ արնելու, բայց դե բոլորս էլ գիտակցում էինք, դա ինչքան բարդ է։ Հա, ես էլ ունեմ բարեկամներ Արցախում, բայց Մաշայի համար օրը գիշեր լացում էր, չէր կարող հանգստանալ ոչ մի կերպ, ինչքան էլ հանգստացնում ես, ինչքան էլ հելում ես, մի քիչ դուրս ցրվի բան, բայց չէ, շատ դժվար օրեր էին շատ։ Մենք գաղթի փուլում շատ այսպես թեժ նորից սկսեցինք խոսել աջակցության մասին, արցախցիներին աջակցություն ցուցաբերելու մասին ու կարճ ժամանակ անց յուրաքանչյուրս մեխանիկորեն գնաց իր գործերով, բայց Արցախից տեղահանված մարդիկ այսօր էլ ունեն աջակցության կարիք եւ հոգեպես, եւ ֆիզիկապես, եւ տարական մի բան, հա, ես երբ Արցախում էի, պատահաբար գնացել ու անծանոթ մեքենա էի նստել ու այնտեղ ես զարմացա, մեքենայի տերը տեղում չէր, զարմացա, որ մեքենայի դռները մարդիկ բաց էին թողնում ու գնում էին, սա հարևանության ուրիշ մակարդակի մասին է խոսում, այսինքն նույնիսկ հարևանները համայնք էին, որը Երևանում ցրվել է ու յուրաքանչյուր մարդ հիմա ապրում է նաև իր անձնական դրաման, տան կորուստ, հայրենիքի կորուստ, հողի կորուստ, շիրիմների կորուստ ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ առօրյայի կորուստը։ Երևանում ձևավորվել է որոշակի համայնք արցախցիների միջև, որովհետև այն ջերմ հարևանությունը, որին սովոր էին, գոնե դա ինչ որ նշույլ լինի, այստեղ չեմ կարող ասել վերականգնելու կամ վերագտնելու, բայց գոնե ինչ որ ջերմ նշույլ լինի, որը կարող են գտնել այստեղ։ Հա, Ամանոջան, Արցախում գիշերը նույնիսկ տան դուռը չէին կողպում արցախցիները, որովհետև վստահ էին Արցախը ամենաապահով անկյունն է, որտեղ ոչ մի բան չի կարող տեղի ունենալ։ Այստեղ մենք նույնիսկ դուրս ենք գալիս, մամային ասում եմ ես կկողպեմ, ասում է չէ, ես կողպերու եմ, բանալին թողեմ մեջը։ Այդ վախն է արդեն մտել իրենց մեջ։ Այստեղ այո, նույնիսկ իհարկե մեկը ավելի հեռու է ապրում, մեկը մարզում է ապրում, անդադ նույնիսկ երբ գալիս են Երևան, պարտադիր իրար հանդիպում են, իմ ընտանիքի անդամները, ես էլ եմ գնում իրենց տուն, ու միակ թեման այն է, հեսա Արցախը հետ տան, գնանք սամավարով չայ խմենք, հեսա Արցախը հետ տան, գնանք Դեդո-բաբոյի մոտ պիկնիկ անենք, միայն դրա մասին են խոսակցությունները, այսինքն նույնիսկ ոչ թե նրա մասին, եթե Արցախը հետ տան, այլ հեսա որ Արցախը հետ տան։ Նույնիսկ ես այնքան եմ խորանում, ասում եմ, Արտյոմ, բա ոնց ենք մենք անելու, մեր երեխան պետքա պարտադիր Արցախի բարբարով խոսա, որովհետև նոր սերունդ է գալիս, ու եթե նոր սերնդին մենք չկրթենք մեր բարբարը, մոռացվելու է։ Իսկ այսպես գնալու ենք տանը մեր բարբարով ենք խոսում։ Արտյոմը ճիշտ արմատներով Արցախից է, բայց Արցախի բարբարը շատ չգիտեր։ Ես այնքան եմ խոսացել, ինքը լիարժեք մեր բարբարին տիրապետում է, ինքն էլ է նույնիսկ մեկ-մեկ հումորով ու մեր բարբարով է խոսում, որտեղ ես ունեմ այդ վախը, հանկարծ չմոռանամ ու հանկարծ այնպես չստացվի, որ մենք մեր բարբարը կորցնենք, որտեղ մենք դեռ վերադառնալու ենք, դրա համար պետքա պինդ պահենք, իրար հետ խոսենք մենակ մեր բարբարով, իսկ աջակցությունը ցավը երբեք չի մեղմանում, չէ։ Ես ինձ մեղադրում եմ, որ ընդհանուր խոսում եմ հողի մասին, ասում եմ մարդիկ կան միանգամից իրենց ընտանիքից 3 կորուստ են տվել։ Չես կարողանում հողի մասին խոսել անընդհատ, երբ որ գիտես մարդկային կորուստներ են եղել։
ես ասում եմ, ես շատ եմ ուզում Արցախը հետ վերադառնա, բայց խնդրում եմ մենակ առանց կորուստների։ Մենք հոգնել ենք այդ կորուստներից։ Ինչի ես պետքա տղա ունենամ ու ես վախենամ, որ տղաս 18 տարի անց գնալու է բանակ։ Ինչի ես չպետքա հպարտանամ, ասեմ հպարտ եմ, որ տղաս գնալու է։ Ինչու իմ մեջ պետքա լինի վախ, բա որ ինչ որ մի բան պատահի, բա որ պատերազմ լինի։ Շատ եմ ուզում մեր երկիրը դառնա այն ապահով տեղը, որտեղ ես հպարտանալու եմ, որ տղա եմ մեծացնում, ում ապահով, արոք-փարոք ուղարկելու եմ բանակ ու ինքը տղամարդ դարձած վերադառնալու է։ Աստված։ Բայց դու խոսեցիր ձեր բարեկամների մասին, բայց ինձ հետաքրքիր է ընդհանուր Արցախահայությունը համայնք ձևավորել է այստեղ, թե յուրաքանչյուրը իր գլխի ճարն է տեսնում։ Չէ, յուրաքանչյուրը իր գլխի ճարն է տեսնում։ Արցախցիները իրար հանդիպում են ավելի շատ եկեղեցում, իմ մաման հավատացյալ է ու ամեն կիրակի գնում է պարտադիր պատարագի ու մեր արցախցիներից շատերը գալիս են պատարագի իրար հետ այդտեղա որ շփվում են, չկա այնպես որ ասեմ համայնք են ձևավորել։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Միգուցե դեռ այնքան խորն է ցավը, որովհետև ում հետ խոսում ես ցավից։ Ցավը չի մեղմանում, այնքան խորն է, որ ասես ուզում են պարփակվել իրենց մեջ, տնից դուրս չկան։ Իմ պապին Արցախում որ շփվող էր, հիմա տնից դուրս չի գալիս։ Իր մոտ ստրես է ու այդպես շատ ծանոթներ ովքեր մանավանդ մեծերը հա ավակ սերունդը տնից դուրս չի գալիս ասում ես կգնամ Արցախ իմ տնից դուրս կգամ այսինքն չեն ուզում ձևավորեն որովհետև ցավը չի մեղմանում ինձ թվում է երբ որ այդ ցավը գոնե մի քիչ անցնից փոփանք էլ չկա այդ ցավին հասկանում ես եթե գոնե ինձ թվում է եթե գոնե մի հատ հնարավորություն լինի այդ մարդկանց մեջ հավատներ շնչելու որ Արցախը հեսա նորից մերն է դառնալու միգուցե այդ փոքրիկ հույսով ձևավորվի այդ համայնքը ու մարդիկ նորից սկսեն իրար հետ շփվել ինչպես նախկինում էր ես մեծ հույս ունեմ որ քո բլոգը կնպաստի նաև ինչ որ առումով այդ համայնքին հավաքելու որովհետև վստահ եմ որ քեզ շատերը հետևում են նաև հենց Արցախից այո փորձում ենք ամեն կերպ նույնիսկ բիզնեսներին աջակցել հա ովքեր այստեղ սկսում են շատ եմ ուրախանում որ մեր արցախցիները նույն մեր Արցախի բիզնեսը որ այնտեղ էր գալիս ու բացում են Երևանում ու այդ գովազդների կրկնակի էնտուզիազմով եմ հա ես անում շատ եմ ուզում իրենց աջակցեմ բնականաբար եւ անվճար եւ զեղչված տարբերակներով որպեսզի չկոտրես իրենց մոտիվացիան ասես որ այստեղ նույնպես հաջողելու եք որովհետեւ Արցախում մարքեթինգ բլոգինգ չկային նման բաներ Արցախը այնքան փոքր էր մեկը մյուսին ճանաչում էր բա գիտես նոր խանութ է բացվել բարի միասին գնանք ու երբ որ այստեղ մի քիչ ավելի բարդ է հա կայանալ զրոյից սկսել զգում ես որ իրենց մոտ վախերը ավելի շատ են ու դու փորձում ես մոտիվացնել որ չէ Երևանում էլ է լավ այստեղ էլ դուք ունենաք աջակցություն Մենք իհարկե քեզ հետ խոսելով տեսնում ենք թե Արցախը որքանով է քո մեջ երբ մտնում ենք քո էջ այնտեղ գրված է հպարտ արցախցի բայց քո բլոգում Արցախի թեման շատ չես ներգրավում ինչու Սկզբից ես շատ էի ներգրավում նույնիսկ ունեի մի հատ շարք կոնտենտի երբ որ խոսում էի Արցախի բարբարով ընկերուս հետ ընկերուս գրական էր այդ ամեն ինչը թարգմանում 2020 թվականի ընթացքում շատ եմ խոսել Արցախի մասին ու հիմա էլ մշտապես թորիներում անընդհատ արցախցիներին գովազդում եմ ու չեմ ուզում նույնիսկ ասել որ նայեք սա արցախցի է սկսել մտածում եմ մյուս կողմից կարող է մարդիկ ասեն արցախցի է սկսել չգնանք պատկերացրեցիր ինչ եմ Ես հուսով եմ որ մեզ մոտ չկա այդ մոտքով շատ քիչ է այդ մոտեցումը Ես էլ հույս ունեմ բայց ես անընդհատ խոսում եմ Արցախի տարբեր բիզնեսների մասին նույնիսկ չասելով որ դա արցախցու բիզնես է Տես մենք խոսում ենք շատ վտանգավոր տարանջատման մասին որը իրականում մեզ քանդում է ներսից դու լինելով մարքետոլոգ որը կարող է շատ լավ կոնտենտ պլան մշակել մտածում ես այդ կարծրատիպը կոտրելու մասին ինչ որ շարք ունենալ քո բլոգում Այո, միանշանակ ես նույնիսկ սթորիներով շատ եմ այդ մասին խոսել Չէ, հետաքրքիր մոտեցմամբ հիմա եթե ուղիղ խոսենք որ ժողովուրդ չի կարելի եւ այլն դա ուրիշ բան է բայց օրինակ տես դու հետաքրքիր վիդեոներ նկարելու հմտություն ունես հետաքրքիր վիդեոով եթե մատուցենք թեման կարող է մոտեցումը լրիվ ուրիշ լինել այսպեսի մտածված շարքի մասին Ես մտածված շարք ունեի, երբ որ տղաս արդեն մի քիչ մեծանա, ցույց տամ, ինչպես եմ ես իրեն սկսում սովորեցնել Արցախի բարբառը։ Մտածում էի ինչ ձևով, որպեսզի դա լինի եւ հետաքրքիր եւ հումորային եւ թեթև, ամենակարևորը, ինչպես կարող եմ մատուցել։ Այս պահին միակ բանը, որ հենց երեխայի ծնվելուց հետո մտածել եմ, դա սկսել շարք, ինչպես եմ ես իմ երեխային սովորեցնում Արցախի բարբառով բառեր, նախադասություններ, բայց միգուցե նաեւ այլ շարք սկսեմ։ Մենք խոսում ենք բլոգինգի մասին ու խոսում ենք այն մասին, թե ինչպես է ընտանիքի տարբեր անդամներին համոզել
փորձել ներգրավել քո բլոգում, բայց ձեր փոքրիկին ըստ էության չես հարցրել ու ներգրավել ես բլոգում։ Իհարկե մենք հիմա խոսում ենք շատ խոցելի դաշտի մասին ու մի կողմից սերունդը, որը մեծանալու է սովոր այն ամեն ինչին, ինչը կա մեր այսօրվա առօրյայում, մյուս կողմից շատ նուրբ է կետը, այսօր երեխաների իրավունքները խախտվում են առանց գիտակցելու, այսինքն ոչ մի ծնող չի ցանկանում խախտել իր երեխայի իրավունքը, բայց ակամայից դա անում է, իր լուսանկարները, տեսանյութերը, անձնական կյանքի մանրամասները ներգրավելով սոցիալական ցանցերում։ Դուք այս մասին մտածում եք, թե կարծում եք, որ ձեր երեխան քո կտորն է լինելու։ Չէ, Ամանե ջան, ես մինչև ունենալի երկար էի մտածում, արդյոք ցույց կտամ երեխային թե ոչ։ Ես գիտեի ինչքան եմ լսարանը սպասում։ Ես գիտեի, որ դա մաքսիմալ նեգատիվ է ընդունվելու, երբ որ օրինակ 2 ամիս, 3 ամիս ես երեխայից ցույց չտամ, ինչ որ սրտիկներով փակեմ իր դեմքը, մարդիկ կմտածեն, այս ինչ որ ինտրիգներ են պահում, պրովոկացիաներ եմ անում։ Ես հասկացա, քանի որ ես ինքս այս ասպարեզում եմ ու անընդհատ հղի ժամանակ ես ամեն բան ցույց էի տալիս, ամբողջ հայ ազգը առանց չափազանցնելու սպասում էր իմ ծննդաբերությանը։ Ես դա իմ story դիտումներից ու առհասարակ մեծ ստատիստիկայից եմ հասկացել։ Ու երբ որ բալիկս ծնվեց, ես հասկացա, որ ես իրեն ցույց կտամ մինչև այն պահը, երբ որ ինքը արդեն մեծանա, այսինքն նույնիսկ 2 տարեկանում երեխան ընտրություն չի ունենա։ Չէ, նույնիսկ 2 տարեկանում երեխան արդեն գիտակցում է, հա, ուզում եմ նկարվեմ, չեմ ուզում, ես երբեք չեմ ստիպի երեխային, ումանավան դա տղա երեխա է։ Աղջիկներ կասեի, հա, կթիթիզացնեմ, կհամոզեմ, բայց ինքը տղա է, ինքը ձևավորվում է որպես տղա։ Եթե 2-3 տարեկանից հասկանամ, որ դա իրեն հետաքրքիր չէ, ինքը չի սիրում լուսանկարվել, բնականաբար ես այլևս իրեն չեմ նկարի, բայց կյանքի այս փուլում, երբ որ եւ ես եմ բլոգինգի մեջ եւ իմ տղան շատ սիրում պուպուշիկ, ուզում եմ ցույց տալ։ Արտյոմ, իսկ դուք այս հարցի շուրջ ինչ մոտեցում ունեք։ Ինձ համար է նորմալ դեմք թաքցնել այդ սրտիկներով եւ այլն, ես էլ դա չեմ ընդունում։ Այո, երբ որ երեխան արդեն գիտակցի, արդեն սկսի խոսալ, սկսի արդեն ցույց տալ եւ այլն, եթե չուզենա, իհարկե չի նկարահանվելու։ Ըստ էության քո բլոգը սկսվեց ուսանողական բլոգից, հետո ինչ որ փուլում Արցախը ներգրավվեց քո բլոգում, բայց ավելի քիչ։ Հիմա ինչ որ առումով մայրական բլոգ է ու քո կյանքի զուգընթաց փոխվում է քո բլոգի ոճը, բայց դու մտածում ես օրինակ ունենալ հիմնական թեմա քո բլոգի համար եւ դա զարգացնել։ Քանի որ իմ բլոգը lifestyle է, ես միշտ ցույց եմ տալիս այն ամենը, ինչ որ կյանքի այդ փուլում ինձ մոտ կատարվում է։ Այո, սկսել ենք ուսանողական տարիներից 30+ լսարան, ես այդ ժամանակ չունեի։ Ինձ մոտ բացառապես ուսանողներ էին։ Այսօր, երբ որ ես տեսնում եմ ինձ նաև հետևում են մամաներ, պատասխանատվություն եմ զգում իմ բլոգը վարելիս, հանկարծ չվրիպեմ, հանկարծ ինչ որ սխալ չանեմ։ Ես հաստատ մամայական բլոգ որպես այդպեսին չեմ վարի, որովհետև միշտ երազել եմ ավելի fashion-ի մեջ, ավելի բիզնես ոճով, այսինքն ես այս պահին ցույց եմ տալիս իմ լսարանին, որ հնարավոր է լինել եւ մամա եւ զուգահեռ աշխատել, բայց իհարկե օգնություն ունենալով, այսինքն ես ռոբոտ չեմ, ես երբեք իմ էջում չեմ ասել, գիտեք, ես երեխային պահում եմ, ես օգնող չունեմ, զուգահեռ հասցնում եմ նաեւ աշխատել, նաեւ ամուսնուս ժամանակ տրամադրել։ Այս պահի իմ բլոգի հիմնական թեման մայրությունն է պլյուս աշխատանք, այսինքն ես կարողանում եմ այդ ամեն ինչը համադրել, չեմ մտածում, որ երբևէ ինչ որ մեկ ուղղություն կունենա, որովհետեւ ինձ մոտ հենց lifestyle blog է, ցույց եմ տալիս այն ամենը, ինչ որ կյանքիս այդ փուլում ինձ մոտ տեղի է ունենում ու տարբեր կոնտենտներ եմ փորձում, ինչը ավելի շատ մարդիկ կհավանեն ու այս բանը ինձ թվում է ամենաճիշտ տեղում եմ։ Իմիջիայլոց հիմա շատ-շատերն են ձգտում բլոգեր դառնալ, նաև որովհետև բլոգինգը շատ եկամտաբեր աշխատանք է։ Օրինակ ես տեսնում եմ տարբեր մարդկանց փորձերը ու մեծ մասամբ հասկանում եմ, որ օրինակ այս մարդը չի հաջողելու, որովհետև ինքը փորձում է անել այն, ինչ մեկ ուրիշը արդեն արել է։ Այս մարդը այս բացթողումներ ունի եւ այլն, բայց ընդունված է, չէ՞ կարծել, որ դե բլոգինգը ինչ է, քո կյանքը նկարում ես, մի հատ սթորի ես անում, հայտնի դարձար, գումար ես աշխատում, բայց դա եւս մտածված կոնտենտ պլան է եւ պետք է ճիշտ մոտեցում լինի, որպեսզի բլոգը աշխատի։ Քո բլոգը հաջողություն ունեցավ։ Քո բլոգի հաջողության գաղտնիքը որտեղ էր։
Ամանալյան ես նաև մասնագիտությամբ մարքետոլոգ եմ, ինձ մոտ այո ամեն բան նախապես պլանավորված է լինում, ինչ կոնտենտ եմ ես նկարելու, բայց իմ բլոգի հաջողությունը ես համոզված եմ նրա մեջ է, որ ես իսկապես միշտ լինում եմ անկեղծ, այսինքն ես story անելիս երբեք չեմ նայի շպար ունեմ թե չէ, մազերս գզգզված են թե չէ, եթե այդ պահին ես ունեմ ասելիք լսարանին ասելու, հենց այդ պահին մտնելու ու ասելու եմ, ես անմիջական եմ բոլորի հետ, այսինքն չնայած նրան, որ ես այս պահին բավականին մեծ լսարան ունեմ, ես փորձում եմ հասցնել պատասխանել բոլորին։ Մեկ-մեկ մարդիկ զարմանում են, «Վայ, մոշ ջան, դուք մեզ պատասխանեցիք», այսինքն ցանկացած հարցի շորիկդ որտեղից է, երեխային որտեղ է ստանում, որտեղ է երեխան ունեցել, ցանկացած հարցի ես փորձում եմ ժամանակ գտնել հատուկ։ Հենց շաբաթ-կիրակի օրերը ես նվիրում եմ նամակների պատասխանելուն, այսինքն ես չկորցնեմ այդ կապը, հանկարծ չասեն, «Վայ, Մաշայի մոտ լսարանը մեծացավ, վերջ, իր աստղայինը տարավ», այսպես ասած, ինքը այլևս մեզ չի պատասխանում։ Ես միշտ փորձում եմ կապը պահել ու ցույց տալ իրենց, որ կապ չունի ինչքան եք դուք շատացել, իսկ ինձ մոտ 7 ամսում 67000 նոր հետևորդ է եղել, իսկ դա փոքր թիվ չէ։ Արտյոմ, դուք տեսակով առանց այդ էլ շատախոս չեք, Մաշայի հետ էլ կային որոշակի թեմաներ, որոնց մասին պիտի խոսեինք ու մի փոքր ավելի пассив ստացվեց ձեզ այդ զրույցը։ Ես միայն ուրախ եմ։ Բայց ես ուզում եմ խոսենք նաև ձեր գործունեության մասին։ Ֆուտբոլի մրցավար։ Այս տարվա ինձ արդեն միջազգային մրցավար եմ։ Վաու, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Դա իմ գործունեությունը արդեն 15 տարի, 18 տարեկանից եմ ես այս գործի մեջ։ Սպորտի մեջ եմ։ Սովորաբար այս մասնագիտությունը ընտրում են այն մարդիկ, ովքեր երազել են ֆուտբոլիստ դառնալ։ Ես ֆուտբոլ խաղացել եմ մինչև 18 տարեկան, հետո ինչ-ինչ պատճառներով ավարտել եմ իմ կարիերան։ Ինչու՞։ Վնասվածքներ ունեի եւ այլն, եւ առաջարկ ստացա, հայտարարություն տեսա նաեւ, որ ընդունելության դասեր կան մրցավարության։ Իհարկե բոլոր ֆուտբոլիստները չեն սիրում մրցավարներին, բայց այն վաղ ես էլ տենց չգիտեմ շատ էի մտածում դառնամ թե չէ, բայց ընտրեցի այդ ուղին եւ շատ դուրս եկավ, ավարտեցի եւ սկսեցի վարել Հայաստանի մանկապատանեկան տենց խաղերից մինչեւ վերև հիմա բարձրագույն լիգան եմ վարում Հայաստանի եւ նաեւ հունվարից, փետրվարից արդեն այս տարվանից ստացել եմ միջազգային կոչում, то есть արտասահմանում էլ կարող եմ արդեն վարել խաղեր։ Միջազգային մրցաշարերը, միջազգային խաղերը ենթադրում են, որ հաճախ պիտի մեկնեք արտերկիր։ Այո, ավելի հաճախ մեկնել, ավելի շատ բացակայել տնից։ Նման դեպքերում Մաշան միշտ ձեզ ուղեկցում է, թե լինում են դեպքեր, երբ մենակ եք մեկնում, որովհետև ըստ էության գործուղում է եւ Մաշան մնում է մենակ։ Չէ, իհարկե չի գալիս ինձ հետ, որտեղ մենք թիմով ենք մեկնում, 4 մրցավարով մեկնում ենք կամ 6 մրցավարով մեկնում ենք արտերկիր, ինձ հետ ոչ մեկ չի կարող լինել, դա կոնֆիդենցիալ համ ինֆորմացիա է, ոչ մեկ չի գիտի, որ մենք տվյալ խաղի մրցավարներն ենք դրսում, հա։ Ոչ, ինքը մնում է Հայաստանում, բայելու է երեխային, իսկ ես գործողվելու եմ իմ խաղերին, նաև միասին ենք ճանապարհորդում։ Բայց հեռավորությունը դժվար չի լինում հաղթահարել։ Չէ, դա ընդամենը մի 3-4 օրով է լինում։ 3-4 օր, հա։ Ոնց որ կարոտ է, sense կարոտով նոր փորձառություն է լինում մեր կյանքում։ Այդ 3 օրերի ընթացքում հասցնում եմ կարոտել, չեմ զգում պակաս, այդ ընթացքում նույնիսկ ընկերուհիներիս եմ կանչում մեր տուն, այդ միջև երեխային ունենալը։ Ընկերուհիներից էի կանչում մեր տուն, հավե ժամանակ էինք անցկացնում, այդ 3 օրը թռնում էր ուղղակի։ Հիմա երեխայի հետ ավելի բարդ է, հիմա ինձ թվում է ինքը օրերը հաշվում, երբ նորից մեկնելու, բարդ է հիմա շատ երեխային պահել, մանավանդ գիշերները շատ է, արթնանում մեր առօրյան լրիվությամբ փոխվել է, մենք անքուն ենք լինում շատ ժամանակ, եւ ես եմ գնում աշխատանքի եւ Արտյոմը, ու մի քիչ բարդ է այս ամեն ինչ, ինձ թվում է հիմա ավելի ուրախ ես գնալու, որտեվ քնելու ես։ Տան 2 անդամն էլ ընտրել են մասնագիտություն, որոնք մի քիչ քլնգվող են մեր երկրում, եւ ֆուտբոլն է միշտ արժանանում քննադատությունների եւ բլոկինգը։ Միշտ քննարկվում է, որ սպորտում մենք շատ լավ մարզիկներ ունենք, բայց մենք չենք կարողանում թիմով խաղալ։ Ինչ եք կարծում, իսկապես մեր ֆուտբոլի խնդիրը թիմով խաղալու մեջ է, թե մենք ուրիշ տեղեր ունենք խնդիր։ Իմ մասնագիտությունը մրցավարությունն է, մնացածը մասնագիտական էթիկա է, որը որ ես չեմ կարող ասել։ Զուսպ, քչախոս։ Հետո չասեք Մաշը շատ է խոսացել, ինքն իր տեսակով զուսպ է։
ֆուտբոլիստ դառնալու երազանքից ամեն դեպքում սկսվեց մրցավարությունը։ Դա ինչ որ անկատար երազանք էր, թե կյանքի որոշակի փուլում հասկացաք, որ ուզում եք հրաժարվել այդ շրջանից ու մտնել կյանքի ուրիշ փուլ։ Ավելի ճիշտ հասկացա այդ փուլում 18 տարեկան դարձա, հասկացա, որ ես ավլավ ինձ տամ ուսմանը, ես ավարտել եմ, տնտեսագիտական գծով եմ ես, Սանկտ Պետերբուրգի համալսարան եմ ավարտել, ստեղի մասնաճյուղը, տամ ինձ ուսմանը եւ զուգահեռ սովորեմ որպես մրցավար, կստացվի որպես մրցավար, կլինեմ, չէ, որպես գիտելիք էլ կունենամ։ Դու մտածում ես դու էլ քո մասնագիտական բլոգը ունենաս, թե չէ։ Չեմ մտածում, չէ։ Չէ։ Ես այդքան ժամանակ չունեմ։ Ոչ դու մենակ իմ մոտ եղի, եթե դու ունենաս քո բլոգը, քո հետևորդները ավելի շատ կլինեն, ինձ մրցակից մի եղի։ Ինչու ես կարծում, որ իր հետևորդներն ավելի շատ են լինելու։ Սիրում են իրեն։ Ինձ այն շատ ժամանակ հենց պահանջում են կոնտենտ ամուսնու հետ։ Հա, թե գովազների տեսանկյունից, թե առհասարակ հետևորդներից գում են Մոշե ջան, արդյոք այդ ավելի քիչ է սկսել վիդեոներ նկարահանել, ու իրականում իհարկե ես հաշվի եմ առնում իր կարծիքը, եթե տվյալ օրը չի ուզում նկարահանվել, ես երբեք չեմ ստիպի, իսկ մնացած ինքը գիտի, որ դա իմ աշխատանքն է, ինքն էլ պետք է նկարվի։ Մեր ընտանիքը ապրում է սիրուն բալանսի մեջ։ Մաղթում եմ, որ միշտ այդ բալանսը պահեք ու այնքան լուսավոր, որքան կաք, միշտ այդպես ներկայանաք։ Հուսով եմ մեզ դիտողները շատ չեն բողոքի, որ Արտեմը քիչ խոսեց։ Ես էլ։ Շատ շնորհակալ եմ, իրականում դուք շատ լուսավոր եք ու ուզում եմ այդ լուսավորությունը որ ունեք, միշտ ուղեկցի ձեզ, ձեր բալիկն էլ այդ էներգիայով, այդ լուսավոր էներգիան ստանա ու տա։ Ապրե շատ Ամալա ջան փոխադարձ է։ Շնորհակալ ենք։ Հետևեք Life-Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Սերը բուժեց։ Սերը բուժեց։